պարաշուտային մահերը լինում է պրոֆեսիոնալների մոտ, սկսնակների տանդեմների մեջ, եթե ամեն ինչ ճիշտ անեն, մահ չի լինում։ Ես մոտո էի քշում, Հայաստանում 2 ականի տեխնիկա քշելը հələ ժամանակը չի։ Մեր 4 ականի տեխնիկայի վարորդները, այդ թվում նաև մենք, շատ ժամանակ չենք նկատում։ Հեծանվորդներին, մոպեդ, մոտո քշողներին։ Իսկ Հայաստանում ինչ-որ մի ձև է ռեգուլյացիա արվում, ասինքն երբ որ մարդ է գալի ձեր հետ թռնում, չգիտեմ, ապահովագրություն կամ ինչ-որ կանոններ, սերտիֆիկացիա, ոնց է այդ։ Մի հատ մեծ ինստիտուտ է աշխատել, գիտնականներ են աշխատել այդ պարապլանի ամենաթանկվանը իր սերտիֆիկատն է, ոչ թե կտորը պարաշուտինը նույնպես skydiving-ը։ Ինքը մատերիալը որպես այդպեսին շատ թանկվան չի, բայց իր սերտիֆիկացումը, որից հետո որ գնում է վաճառքի, այդ ամենաթանկ կտորն է։ Կուլտուրան զարգանում է, էքստրիմի Հայաստանում շատ է զարգանում, դա բերելու է իր այդ մաքրություն, մարդիկ սիրելու են, հարգելու են բնությունը, ու մենք իրար նայելու ենք, հիմա ասենք տենաս մեկը աղբակցում, կարաս խոսես հանգիստ վրան, մի ամաչի։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրերն են Ռաֆի Թոխալյանը եւ Արտուր Պետրոսյանը։ Ռաֆին զբաղվում է skydiving-ով, իսկ Արտուրը snowboard-ով։ Նրանց հետ զրուցել ենք Հայաստանում էքստրեմալ սպորտերի մասին, թե ինչ վիճակում է գտնվում ոլորտը, խոսել ենք պարաշուտով թռիչքների մասին, սնոուբորդինգի, սպորտի եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայք կոճակը եւ հիշեցնեմ, որ մեր ոդկասթը հասանելի է նաեւ Apple Podcast-ում եւ Spotify-ում։ Դուրս է գալի ամեն 5 շաբթի առանց բացառության։ Մեր նոր գործընկերն է Pullman Residence Երևան, կենտրոնից 7 րոպե հեռավորության վրա։ Նոր Նորքի այգիներում միջազգային բրենդը նախագծել ու իրագործում է բնակելի համալիր, որտեղ տարածքի յուրաքանչյուր դետալ ծառայելու է ձեր ընտանիքի բացարձակ հարմարավետությանը։ Պատկերացրեք 70 մետրանոց անեզր լողավազան, սպա սրահներ, 600 մետր քառակուսի մակերեսով ժամանակակից մարզասրահ եւ սպորտային համալիր ֆուտբոլի եւ թենիսի կորտերով։ Հենց ձեր բակում։ Մասնագիտացված անձնակազմ ձեր բնակարանի ցանկացած տեխնիկական խնդիր արագ եւ արդյունավետ լուծելու համար։ Valet Parking ձեր հյուրերին մուտքի մոտ դիմավորելու եւ կայանման հոգսը ստանձնելու համար։ Զանգահարեք մանրամասներին ծանոթանալու եւ ձեր անհատական առաջարկը ստանալու համար 055 065 055 հեռախոսահամարով։ Բնակարանը մուտը 2027 թվականի։ Ոնց եք տղերք։ Սաղ եք այդ նավարդը։ Մի քիչ բան է, ներշնչում եմ, նորմալ է։ Ինչ առանց։ Առաջի անգամ եմ Հա լարվել ես։ հետաքրքիր է։ Ես որ առաջի անգամ քո հետ թռա լարված էի։ Հա, մի քիչ կար, բայց հետո ոնց որ լիսկա թափար, թողեց։ Իսկ թվում է իմ հետ դա տենց ելնելու։ Հենց սկսենք, արդեն ազատ եմ ելնելու։ Ես բայց COVID-ում տեսել եմ շատ լարված է իրերը մեր շատ խայտարակ վախում եմ բարձրությունից։ Ինձ որ Արսենը զանգեց, Armenian Helicopters-ը նարկուզես թռնես, հիմա այնտեղ չի դուրս եկած որ գործից։ Ասենց նատ երկար պաուզա տվեցի, ասեցի հախի չէ որ հեռախոսը ընջատեցի, ասեցի արա, այս ինչ եմ արել։ Ու երկու օրից թռանք Ռաֆիի հետ։ Շատ վախենալու էր։ Շատ իմ համար էլի, բայց այդ գիտես ինչն եմ հիշում, որ ասենց այդ բան այդ ուղաթիռի այդ ներքևի մասը որ կա թե ինչ են դրան ասում։ Լիժա ենք ասում։ Հա, այդ լիժի վրա որ կանգնել ենք, որ հեսա պետք է թռնենք ու Ռաֆին ասում է նայա attention, ասում է ախպես սիրտս կանգնի թռի խնդրում եմ ինչ Արարատ։ Դու օրը քանի անգամ ես տես թռնում։ Հայաստանում 4-ից 6 անգամ։ Ամերիկայում 10-ից ավել օրը։ Բայց Ամերիկայի ինչը դուրս չի գալի, այդ որ շատ ես թռնում, չես հիշում ում հետ ես թռել։ Դա։ Ասենք ոնց որ դառնում ես ռոբոտ, ավտոպիլոտի տակ, սա անընդհատ էթում ես, ոնց որ այդ համն ու հոտը հելնում է այդ գեղեցիկ սպորտից, էլի։ Դրա համար որ եկանք Հայաստան, առաջինը պետքա գտնեի այնպես կամպանիա, որ նույն ոնց որ հայրենասիրություն ունի մեջը, դա շատ կարևոր է, էլի, հայրենասեր լինելը։ Բայց դա ինչ կապ ունի թռնելու հետ։ Նայ, եթե դու ինչ-որ մի բան պիտի մատուցես մեկին, դու պետքա դա սրտով անես։ Եթե դու սրտով չես անելու, դա դառնում է որպես սպորտ խորացված ասեմ, եթե ինքը շատ բիզնեսը լներ, այդպես խորացված բիզնեսի համար, ինքը
մի քիչ այդ համը կհելներ։ Դրա համար որ եկանք Հայաստան, առաջինը պետք է գտնեինք այնպես մարդիկ, ովքեր իրանց ազգը սիրում է, հայրենասեր լինեին, ու տենց մի քանի առաջարկ եկավ ու Արսենի հետ խոսացի Armenian Helicopters-ի, կապնվանք ու մի քիչ որ ծանոթացա կամպանիայի հետ, հետո Վարդանյանների ընտանիքի հետ ծանոթացա, հասկացա որ մեջները հայրենասիրություն ունեն։ Դա շատ կարևոր էր իմ համար, էլի։ Ու սկսեցինք պրոյեկտը, որ Հայաստանում պետքա skydiving լինի։ Խի skydiving, որովհետև որոշ քիչ մարդիկ գիտեն այդ զգացմունքը, դու այդ մարդկանցից ես, որ գիտեն այդ յուրահատուկ զգացմունքը, Անմոռանալի։ ու ոչ բոլորն են հասում, հա։ Ես ինչքան մարդ գիտես քո շրջապատում, որ մեկը զանգել է, ասել արի պարաշուտով թռի ու դու ասես, հա, շատ քիչ, ոչ մարդ չկա։ Դու ես այդ մարդը։ Թե ձեր ընտանիքից, թե ձեր գերդաստանից առաջին մարդն ես, որ ասել է հա, օդից թռնելու։ Մեր սաղ ընտանիքից, ընկերներից, բարեկամներից մենակ ես եմ թռել, մեկը բան աղբորս կնոջ մաման, աղբորս ոգ։ Հասմիկի հետ տենց խոսում էինք իրար հետ, կիսվում էինք էմոցիաներով, էլի ինչա նշանակում թռնել բանից։ Կայֆը դա որ դու մեկի հետ կարաս կիսվես, բայց ոչ մեկ չի հասկանա քեզ, մենակ այն մարդիկ են հասկանում, ովքեր այդ ապրել են ու տեսել են այդ գեղեցկությունը։ Ու երբ որ կամպանիայի հետ ծանոթացա, ընկերացանք, ու մեր նպատակը ոչ թե մի հատ ռեկլամի համար թռիչք լիներ, պրոստը բերեինք պարաշուտային դպրոցը Հայաստան, այդ կուլտուրան բերենք Հայաստան։ Մի քիչ ավելի խորանամ, երբ որ մենք մեծանում էինք Հայաստան, դες 12 տարեկանից եմ Հայաստանից գնացել, այդ ժամանակ որ մեծանում էինք, մեր համար հերոսներ չկային լավ։ Այն ով կար կամ գնացել էր Հայաստանից, կամ էլ մահացած էր, հերոս չունեինք։ Ու ոնց որ իմ պարտքը, вообще հայերի պարտքն է, եթե դու ինչ-որ մի բանի հասնում ես քո կյանքում, կարաս փողով օգնես, կարաս ինչ-որ բանով օգնես քո երկրին, բայց ամենաառաջի բանը, որ դու պետք է անես, դա քո ժամանակը դնես քո ազգի համար։ Թե կամպանիան, թե ես իրար հետ միացանք, մեր ժամանակը դրեցինք ու այն բացի ժամանակից երկրորդ բանը ինչ-որ մի գեղեցիկ բան բերես քո երկիր։ Այդ գեղեցիկ բանը, որ կամպանիան Armenian Helicopters-ը գտավ, ասում է վերտալյոտ է պետք մեր ազգին։ Չէ՞ կարան այդ գումարները, այդ միլիոնները դնեն ուրիշ գործերի մեջ, ուրիշ ձևերով զարգացնեն երկիրը, բայց որոշեցին այդ մարդիկ Հայաստանում վերտալյոտներ բերեն։ Ու տենց ես էլ որոշեցի պարաշուտ բերեմ Հայաստան, ու իր ոնց որ մեր էներգիաները համընկնեց։ Ու տենց ստեղծվեց Skydive Armenia։ Վստահ եմ լսած կլինեք Interactive Brokers-ի մասին, որը աշխարհի ամենամեծ ներդրումային հարթակներից է։ Հիմա արդեն կարող ես հեշտությամբ օգտվել այդ հարթակից իմ գործընկերոջ Ակբա բանկի օգնությամբ։ Էլ սպասել չկա, քո բանկային հաշվից գումարը վայրկյանների ընթացքում փոխանցվում է բրոքերային հաշվիդ եւ հակառակը։ Ակբա Digital հավելվածով դու ցանկացած բայի քեզ համար տեղից կարող ես գնել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF-ներ եւ օգտվել այլ ֆինանսական գործիքներից։ Սկսիր ներդրումներդ հենց այսօր եւ քո ապագա եսը քեզ միայն շնորհակալ կլինի։ Իսկ դու ոնց սկսեցիր թռնել։ Ամերիկայում ես չէ՞ սովորել ու դառը բան ինստրուկտոր։ 22 տարեկան էի, ընկերս մի քիչ այդ ժամանակից բանակից նոր էի հելը, մի քիչ խանգարումներ ու կար մոտս, ու ընկերս եկավ, ասեց Ռաֆ, ասեց արի, այդանք սար։ Ասի հելանք։ Ամերիկյան բանակում ես ծառայել։ Հա, Աֆղանստանը դա։ Աղվանստան էլ ես։ Հա։ Մի քանի ամիս։ Հələ ինչ հիմա խանգարումներ երևում։ Գնացինք դե ծառայությունից հետո հելա, ոնց որ գիտես ոնց է, ես ոչ թե խանգարում էր, այլ ես որ action-ի տակ էի անընդհատ, PTSD ուներ, դա հայերեն ոնց է, բանը post-travmatic syndrome, հայերեն ասած։ Նա երկու տեսակ կա։ Տեսակ կա, որ խոսքի մարդը ճնշմանը չի դիմանում ու տրաքում է իր ուղեղը, իմ մոտ հակառակն էր։ Իմ մոտ ճնշումը ոնց որ ինձ հանգստացներ։ Տարբեր էֆեկտ է, էլի, մա ընկերներ ունեն, որ խոսքի մի հատ բան է տենում, իր մոտ խոսքից պանիկա է սկսում։ Իմ մոտ ասենք քո մոտ այդ ադրենալինի ցանկությունը կա։ Կոպիտ ասած միշտ։ Որ բանակից հետ է եկել սովորական կյանքում։ Իմ դոզան ոնց որ պատկերացրա ամեն օր քո կյանքին վտանգ կա, չէ՞, ասենք որ դու այդ կարող ես գաս մեքենա քշելուց կամ ինչ-որ մի բան որ սա պիտի խփես մեքենաս, սիրտդ ոնց որ բանը լինի,
ոնց մի հատ կայծակ խփի ուղեղիդ մեջ։ Ու տես պատկերացնես այս օրերով, ամիսներով այդ զգացմունքը մեջդ կա, էլի, որ ամեն պա կարող է քեզի մի բան լինի։ Ու հետո այդ ոնց որ գալիս ես հետ, մի տեսակ այդ էներգիան ոնց որ էլի ցանկություն ունենաս, այդ էներգիան էլի ապրես։ Դες ընկերս եկավ, ասես քել հելենք բան, սարեր։ Մարիսը եկավ, հելանք սարեր, ինքն է բանա։ Ֆիզիկոսա, Ստենֆորդում հիմա բանա, պրոֆեսոր դոկտորի բանի համար այդ, լուրջ տիպա։ PhD-անը։ Հա, արդեն ունի PhD-ին։ Համոզում եմ հիմա պարաշտով հետ էստերի։ Ճանապարհին է։ Եկավ ասես Ռաֆ, արի եթանք բան, սար հելանք, ասես մի հատ ճեղ կար, սա մենք ոսկու հանք ենք մտնում, որ մարդիկ փլվել է, Կալիֆոռնիա։ հա, փլվել է այդ հանքը բան։ Գնացինք հիմա մտել ենք, ասում եմ, փոքր է փլված է, էլի մութ է ներջ, մենք ոչ սիստեմա ունենք, ոչ բան, հեռախոսի լույսով, հեռախոսի մեջ է 10% էներգիա մնացել։ Ասես մտանք հիմա ջուրը, ասես կոնքերից սա, մտանք ներս, արա հիմա վախը, ասես ուղեղս տխտխկում է, էլի այդ բանը սկսեցի զգալ, էլի բան, մտանք, արա հիմա մտանք ներս, լաբիրինտ բացվավ, ջրվեժ բացվավ մեջ, էլի այդ փոքր անցքից մի հատ լրիվ ուրիշ տեսարան բացվավ ներսը։ Ունես ինձ հիմա սկսեցի լավը զգալ, արա ասես ի՞նչ կայֆ անգեր։ Հետո հելանք դուրս, այդ օրը վերջի օրն էր, որ ես սիգարետ ծխեցի։ Դա 2000 որթիվներ 22 տարեկան էի, 12 տարի առաջ։ Այդ օրը հասկացա, ասեղ բրենդի սիգարետ պետք է, սիգարետ էի խմում, որ ծխում որ հանգստանայի, հա։ Ասի սիգարետ էի ծխում, որ հանգստանայի։ 26 թիվն է, չէ, 25։ Ու հասկացա այդ օրը, որ ինձ սիգարետ էլ պետք չի։ Այդ օրվանից ոնց որ ամեն օր, այտենց օր չկա, քո նման, որ դու ամեն օր հելում վազում ես, չէ։ Այտենց օր չկա, որ ես ինչ որ մի սար չհաղթարեմ, ինչ որ նոր բան չտենամ իմ օրվա մեջ, մի նոր բան չուտեմ, ամեն օր պետք է մի թազա բան անեմ, որ ես այդ ինչ որ իմ օրվա մեջ մի բան փոխվել է այսօր։ Դարելա ինքը իր ձևով ինչ որ ձևով կախվածություն է, էլի դարը։ Լավ կախվածություն։ Կարաս դու սարքես վատ կախվածություններ, մարդը ինչ որ մի բանից կախված է լինելու։ Պետք դու չես կարա դի։ Դու կարաս որոշես, դու կարաս լավ կախվածություններ ստեղծես ու վատ։ Այդ է, ինչքան դու լավը ստեղծես, այնքան ինքը քեզի լավ հետ է գալու։ Ինչքան վատը ստեղծես, ինչքան պղտորես քո օրգանիզմը բան, ինքը ավելի վատ է քեզի տալու։ Մտածի, ասենք, դու ուրիշ մարդ ես ելնելու մի 10 տարի հետո, ոնց անես, որ այդ մարդը լավ լինի։ Դու քեզ նայ, քեզ սիրի առաջինը, չէ՞։ Եթե դու քեզ սիրեցիր, արդեն կսիրես քո ընտանիքը, քո բարեկամներին, քո ընկերներին ու ամենակարևորը քո ազգին, որտեվ այդ ազգը քեզի սարքում է այն ով դու կաս, պրոգրամ է անում քեզի։ Իսկ այդ սարերից ոնց անցար թռնել։ Խորացա, չէ։ Սարերից Էլ լավա չէ, Իդի իշեցրա, պետարի։ Սարերից գնացինք, ուրեմն սարերից հետո, ասի մար, կայֆ էր, հիմա հաջորդ ինչ ենք անում, ասեց, ապեր, արի եթանք ժայռամագլցում, որասի, բայց ժայռամագլցում։ Յոսեմիթի տարավ։ Չէ, բանը, Stony Point է կոչվում, մտեից է ոնց որ սկսեց այդ rock climbing-ը Ամերիկայի պոպուլար էլի, ասեց եկա բոլդերներ ունի մաներ, կայֆ տեղ է։ Stony Point է կոչվում, մեր տնից մի 20 րոպե էր տաքսիով, որ Uber-ով գնացինք։ Մեկ էլ ասեց Ռաֆ քելելենք ընդ, ասի հելանք ապր։ Ոչ կոշիկ ունենք ժայռամագ, ոչ պարան, ոչի բան չունենք, բան։ Մեկ էլ մի հատ գնացինք մի բձա էր ընդ կայնած, բիձա էր կայնած, կուլտուրական եմ ուզում ասեմ։ Ասես տղեկ, ասում եք ջայել ենք, ասես տղեկ ուզում եք սովորեք ժայռամագլցում, ասինք հա, ոնց կսովորացնես, ուրախ, ասեց հա, եկեք։ Հելանք, բացես խալի կտոր էր կդրեմ, ոտերը սենց սրբեց վրեն, ուրիշները սենց պապուկ բարձեր ունեն, որ ընգնես բան չլի, բան իր ամատ մեկ փոքր խալի էր, որ ոտերը սրբեր, ասեց եկեք հետևիցս, գնացինք, հիմա հելում ենք, ոչ ստրախով կա, առաջի անգամ ենք հելում, բան, հելանք, կեսը հելա, նայեցի ներքև, որ ասի հիմա ոտը սոտովեց, ընգնելու եմ մեռնում էլի, ասի, չգիտեմ անուն ինչ էր, ասի, հոպար, ասի, ես իշտում եմ ներքև, բան, ասեց, հոպ, կայնի, ասեց, ասում եմ ոնց կայնի, ասում եմ, լսի, ասում եմ, մենք կարանք հելնենք վերև, բայց դու չես կարա իշտնես ներքև, որովհետև ասում եմ, տարբեր մկաններ ես օգտագործելու, դու չգիտես ոնց իշտնես ներքև, մենակ վերև կարանք հելնենք, ասում եմ, իշտնես կընկնես, արասի, բայ հիմա ինչ անեմ, ասում եմ, արի ստե մի հատ լավ բռնվելու տեղ կա, արի ստե մի քիչ բռնվի հանգստացի, ասի ոտս դողում է, ասում եմ,
Ասում է ոչինչ ասում է, դա կոչվում է դրելա կոչվում։ Ես իմիջ անուն ասում եմ, չի դա քրում դրելա թե ինչ ասի։ Ոտոս դողում է, եկելել եմ։ Ասում է, չէ, հել ստե բռնվի։ Հելա բռնվեցի, մորը նայում եմ ներքև, ասի ախպեր, ասա մեռնելու եմ ես ասի։ Բախում է էլի։ Ասաց հանգստացի Ռաֆի, ման, ասաց հանգստացա մի քիչ բռնվեցի, որովհետև իրոք վախենալու էր։ Հելա ապեր վերջի ձեռս դրեցի, որ այդ վերևի մասը, որ հեսավ քաշում եմ ինձի, քաշեցի հելա վերև, ասաց ոնց որ արունս տարակ էր։ Այդ ասեք, այս բան չի զգացես, այս սաղ մկաններս, արունս, ոնց որ գետ հոսար մեջովս, որը ասես ի՞նչ կայֆ անգե, բան։ Առաջի անգամ ֆրի սոլո եմ արել, ջոգումս առանց պարանների, դա մարդիկ պարապում էին, բան, այս բձեն մեզի սպանելու էր։ Ու այդ օրվանից սկսեցի ժայռամ ամեն օր այդ էիթ այդ բիձենը տե չէր, բայց ես ամեն օր էի գնացի կոշիկներ առա բանը արդեն ինձի այդ սարը հելելն է արդեն իմ համար բան էր էլը։ Սարը հելելուց հետո սկսեցի հետ գնացի իմ որ փոքր էի, գիտես ոնց փոքր ես ուրախ էի ինձ զգում, փոքր ժամանակ սպորտսմեն էի, սպորտով էի զբաղվում բան։ Փոքր ժամանակ բոլորս ենք եղել։ Հիմա որ հետ ենք նայում, ասում ենք ինչ լավ է։ Ավել քաշ չունեինք, պարկ չունեինք։ Հետ տարա այդ ժամանակ, երբ որ ասենք ես ուրախ էի։ Հիշեցի, ես որ չէի ծխում, ես սպորտով էի զբաղվում, գնացի հին ձյուդոյի տրեյների մոտ, Գոքորի մոտ, ասի Գոքոր ջան, հետ եմ եկել, ոնց որ սա երեխուն դիմավոր էր, արի։ Այդքանը փող չունեի, ինձ ահագին օգնեց էլի, որովհետև թանկ էր իր մոտ պարապել է, ինձ ահագին պատժ կարեց, իր երեխու պես բերեց։ Սկսեցի էլի պարապել, boy-best պրավել բան։ Էլի տեից էլ կռվելուց էլ լավ էներգիա ստանում էլի, այդ ադրենալինը, բայց մի խնդրեմ կար, որ ուղը ես սիրում էի ուդար ուտել, դա իմ ուղը դանդաղացնում էր էլի։ Գնացի մի օր պարաշուտով թռիչք արեցի, այդ ընկերներով գնացինք, ասեցի ելենք թռնենք, ասի ելենք թռնենք։ Այդ ես էլ եմ, այդ դու ինչ որ դու ես ապրե իմ հետ, այդ որոսի չեմ անում, խիեմ էսի անում, այդ հարցերը, չէ՞, սա իմ ուղի մեջ էլ է։ Ես ինձի պետքա թռնեմ, նորմալ ապրում էի վավար գետի վրա։ Հիմա Սամալյոտը հելում է, ունդ է երկու ընկերներ խոսում են թե ինչ են ուտելու այդ օրը։ Որ ասում եմ, ո՞նց կարա մարդ sense հանգիստ լինի, արա, մենք հեսա պարաշուտով պիտի թռնենք։ Չի, ազատ ենք թռնելու։ Սամալյոտից թռնելու ենք, արա մարդը խոսում է ինչ պետք է ուտի։ Ես կինոների մեջ հիշում եմ սաղ իրար վրա գոռում են, իձի տիպեր, ես գոռում եմ, չէ, դու ես հաջորդը թռի։ Սրանք հանգիստ իրանց համար, բան, էլի, ասում եք բուրգեր ուտենք, ասում եմ, չէ, բուրգերը համով չի, արի պիցա ուտենք, բան։ Որ ասում եմ, ո՞նց կարա մարդ sense հանգիստ լինի, ես այն պահը, որ հեսա պիտի թռնի, կարողա մեռնի, էլի։ Ապեր թռա, հենց այդ թռնելու պահից հետո ոնց որ իմ կյանքը լրիվ փոխվի։ Ոնց որ ես լինեմ այնտեղ, որտեղ որ ես պետքա լինեմ։ Ոնց որ երազս իրականանա։ Այդպես մի քանի բան կատարվեց, sense քիմիական փոփոխություններ, sense ու ոնց որ, չգիտեմ, ոնց որ մարմնիդ կպնես, դու իրականում թե դու ով ես։ Sense մի ուղեղս բացվեց ու ոչ նարկոտիկ էր, ոչ բան, բնական ոնց որ sense ուղեղս բացեր ու այդ պայծ հենց իջանք ասի ուր եմ եթում սրա համար, ասի տեղ ասա, ուր եմ գնում սովորեմ էսի։ Ու տեից սկսեց։ Դա էլ արդեն մի հատ իր պատմություն ունի։ Եթե դեռ պատրաստ չեք գնալ թերապևտի մոտ, ուզում եք ավելի արդյունավետ դարձնել ձեր ընթացիկ թերապիան կամ պարզապես կարիք ունեք հոգ տանել ձեր ներքին վիճակի մասին, Newnorm-ը հենց դրա համար է։ Սա մենտալ բարեկեցության համար նախատեսված համար 1 հավելվածն է App Store-ում եւ Google Play-ում, բայց սա պարզապես հաճելի խոսքեր ասող հերթական AI գործիքը չէ։ Newnorm-ը գիտականորեն հիմնավորված է։ Այն օգնում է ոչ միայն թեթևացնել ծանր մտքերը, այլև հասկանալ դրանց պատճառները։ Ու ամենակարևոր մասը, հավելվածը հիանալի հասկանում է հայերեն, ու ձեր խոսակցությունների հիման վրա կառուցում է mind graph, ձեր մտքերի, զգացմունքների եւ տրիգերների վիզուալ քարտեզը։ Սրա շնորհիվ դուք սկսում եք տեսնել ձեր վարքագծի կրկնվող օրինաչափությունները եւ ավելի լավ հասկանաք ինքներդ ձեզ։ Եթե ունեք կուտակված մտքեր, որոնք ուզում եք մշակել, ներբեռնեք հավելվածը App Store-ից կամ Google Play-ից կամ պարզապես այցելեք newnorm.app։ Արթուր, քո մոտ ո՞նց է եղել։ Դու ո՞նց էքստրեմալ սպորտերի աշխարհում ես, ու ո՞րն է քո հիմնական սպորտը։ Լսի իմ մոտ բան է, տենց փոքր ժամանակվանից շատ վտանգավոր չար երեխա եմ, արգածը խնդիր, ահա որ տունը բաժար եմ տվել մի քանի անգամ բան։ Մի խոսքով փոքր ժամանակվանից այն գարաժների վրա թռնել, բան, մի խոսքով տենց որ հալամուլա բախկվեցի, տենց բաներից սկսվեց, հետո բանը առաջի անգամ ընկերներով նայեցինք Յամակասի կինոն։
Այդ ինչի մասին անցուց չեմ Այտենց տեսել։ պարկուրա, ոչ մի թռնում են կրիշից կրիշ, ֆրանսիական, այո, ապրես։ Դրա մյուսը բանն է 13-ի ռայոնն է կարող այդ տեսած լինես։ 13-ի ռայոնի այդ տղեն Դավիթ Բելը հենց ինքը պարկուրի հորինողն է, էլի պարկուրը գիտես փողոցային սպորտն է մի խոսքով։ Սկսեցինք Գարաժներից գարաժ շենքեր թռնելը։ Սկսեցինք ընկերներով պարկուրով զբաղվել, այդ ժամանակ ես դպրոցական երեխա եմ, մի 12 տարեկան։ Ու սկսում ենք արդեն գարաժներից գարաժ թռնել բանման ու հայտնում է YouTube-ը։ Ու մենք իմանում ենք вообще պարկուրը առասարակ, մեր կյանքում հայտնվում էլի YouTube-ը, իմանում ենք ինչ է, ինչ թույն տպեր կան, սկսում ենք ուսումնասիրել այդ հիմնադրին Դավիթ Բելին, տենում ենք իր վիդեոները, մի խոսքով ոգեշնչում ենք ու սկսում ենք ինտենսիվ պարապել, թիմ ենք ձևավորում, պարկուրի անուն ենք որոշում, մեծ խումբ կար արդեն։ Երևան, այդ որ թվականներն էր։ Այդի ես 14-ին եմ գնացել բանակ, մոտավորապես եւի 2008-ից մինչև 14 թիվը տենց։ Հա։ Մեծ փողոցում որ տենում են հիմնական մեր պարապելու սփոթը Համալիր ու Թումանյանի այգիներ, այդտեղ գազոն շատ կար, ճիշտ է security-ն մեզ միշտ լարում էր այնտեղից բան, բայց ոչ մի ամենափափուկ տեղն էր որ կարելի էր այդպես պարկուրով զբաղվել։ Այդտեղ էինք պարապում, վտանգավոր բաներ անում ու ես լավ հիշում եմ, դաժե մեզ որ հարցնում էին, ասես տենում էին փողոցում ինչ որ անչափահաս երեխեք են սալտո են անում, գնում են գլխի վրա, չգիտեմ, ասենց ասում են ինչ էինք անում, որ ասում ենք պարկուր, չգիտեին այդ ինչա ու որոշեցինք մի տերմինոլոգիա որ մարդկանց բացատրենք այդ ինչա որ այդքան չխորանանք որովհետև շատ էին հարցում ասենք փողոցային ակրոբատիկա է սպորտի անունը ու սաղինը պարկուրը տենց էինք ներկայացնում մի խոսքով տենց շատ երկար ընկերներով պարկուրով զբաղվեցինք ես գնացի բանակ եկա ու արդեն բանակից հետո տենց ոնց որ կար այդ կախվածությունը ինչ որ միշտ եղել է իմ մոտ այդ փոքր տարիքից որ ինչ որ մի բան պետք է անեմ որ կյանքս մի քիչ վտանգի տակ է Էդի հենց այդ ադրենալինն է, էլի ադրենալինը գալիս է այն ժամանակ, երբ որ քո Ռաֆի մոտ դա ոնց որ ընդհանուր ցանկություն է։ Հա, ու առասարակ մենակ մեր մոտ չի այն մարդիկ, որ էքստրեմալ սպորտով զբաղվում են, մեծամասամբ բոլորի մոտ ոնց որ էդի կա որպես կախվածություն, ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, բայց բոլոր դեպքերում ինքը մենք էլ դրանից ենք կախված, ոնց որ Ռաֆին ասեց, մեր համար էդի ամենա մեծ բանն է, մի խոսքով։ Բայց ես արդեն 19 տարեկանից դահուկային սպորտով եմ զբաղվում, լիժա եմ քշում եւ այլն, շատ սիրողական sense ընտանեկան ֆորմատով գնում ենք ու այդ 2008-10 թվերին դե մենակ որպես կուրորտ տենց ծաղկաձորներ ու այդ տարիներին էլ այդքան էլ հասանելի չէր բոլորի համար։ Հիմա էլ է թանկ սպորտ բոլոր դեպքերում, բայց այդ տարիներին առավել եւս ինքը տենց բավականին ոչ բոլորի համար էր հասանելի, դաժե որ ասես գնում էինք այդ parking, տենց ավտոներից արդեն երևում էր, էլի որ ապահով ինչ որ ընտանիքներ են։ Այդպես ես այդ ժամանակ հենց դահուկով էի զբաղվում ու ինձ իմիջիալը սովորացրել է դահուկ քշել իմ լուսահոգի հորեղբայրը, ով որ առաջի անգամ իր կյանքում սկսել է դահուկ քշել մոտ 40 տարեկանում։ Հա, ասինքն ոչ մի տարեկան ոչ չի էլի։ Մենք տենց ընտանեկան բիզնես ունենք, մեր պարտներները եկել էին Ուկրաինայից Հայաստան ու մի տարի գնում են ծաղկաձոր քշելու, երկրորդ տարին որ գալիս են, նվեր են բերում հորեղբորս լիժաներ ու տենց ինքը սկսում է սիրել քշել ու այն մյուս տարի արդեն մեզ տենց վարակում է։ Մի խոսքով, ես գնում եմ բանակ գալիս եմ, հետո հասկանում եմ, որ ինչ որ ալտերնատիվ գործիք է հայտնվում է սարում, ասենց մի հատ դահուկ է, ասենց այդրան տենց սնոուբորդ չգիտենք, որ անունը սնոուբորդ է, էլի։ Դաժե ես հիշում եմ առաջի անգամ մարդիկ եմ տեսել, որ իրանից օգտվել չգիտեին, սանկի նման պրոստը նստում սնոուբորդի վրա սխում էին, էլի, այսինքն չգիտեին ոնց հագնեն, կապեն, տենց եւ այլն։ Մի խոսքով, ասի փորձեմ, առաջի անգամ փորձեցի սնոուբորդը, ասեցի ես вообще իմը չի, էս ինչ է, ոնց է քշում, տարբերությունը գիտես ինչն է նար, երբ որ դու դահուկով ես գնում շատ հեշտ է առաջի քայլերը այդ որ չընկնես, տենց չուսատվես, որովհետև քո ուղղությունը սենց ուղիղ է։ Բայց սնոուբորդի տարբերությունն է, որ դու կողքանց ես գնում։ Մեր համար ոնց որ դժվար է ասենց կողքած ուղիղ գնալը, էլի, բայց դահուկով հեշտ է, որովհետև քո ուղղությունը սենց ուղիղ է։ Մի խոսքով առաջի անգամ սնոուբորդ փորձեցի, տենց ասեցի вообще իմ մասին չի, տարեք էս գործիքը։ Այն մյուս տարի մի հատ էլ շանս տվեցի, ասեցի փորձեմ։ Փորձեցի, զգացի, որ ահա որ տանջվում եմ, բայց ինձ ինչ որ մի բան դուր է գալի ու տենց պատճառ չկար թե ինչ որ вообще ոչ տրյուկ եմ արել, ոչ ինչ որ իմ քշելուց կայֆ եմ ստացել, ոչ մի բան չի եղել, որ ինձ process-ը հաճելի է եղել, բայց մեկը ինձ ինչ որ մի բան զգացի, որ դուր է գալի։
ու տենց այդ լիժնիկների բանից կամպաշից, այսպես ասած, անցա սնոուբորդիստների կամպաշ ու համայնք սկսավ ձևավորվել սնոուբորդիստների Այդպես սնոուբորդում առասարակ հիմնական մի քանի տեսակներ կա սնոուբորդինգի, հիմնական երկու տեսակը այդ freestyle ու freeride-ն է։ Ավելի կոնկրետ sense մաչելի ասեմ, off-road ու on-road։ Այսինքն on-road-ը այնա, որ դու հենց կուրորտում ես քշում, մշակած ձյան վրա, հա։ Իսկ freeride-ը այդ այնա, որ չմշակված ձյան վրա, պրոստը բարձրանում ես քո ընտրած սարը ու այդտեղ բնականաբար ռիսկերը ավելի մեծ են, կա լավինայի վտանգ ու լիքը բաներ առավել եւս որ երթուղին առաջի անգամ ես ոնց որ գնում, այդ вообще վտանգավոր է։ Մի խոսքով, սկսեցի արդեն sense կուրորտում ինչ որ sense ճանապարհից մի 20 մետր դուրս գալ, yani off-road եմ անում, freeride եմ անում, հետո այդ գալ։ Freeride-ը ինքը շատ նման է բանին, surfing-ին։ Ինքը տենց powder են ասում են, sense շատ փափուկ ծուն է, էլի, շատ բան է ու շատ նման է surfing-ին։ Այդպես, սկսեցի freeride-ով intensive զբաղվել, այսինքն դե սկսեցինք Հայաստանի տարբեր ինչ-որ սարերում գնալ հենց freeride անել, ամենատպավորիչ սարը դե միանշանակ Արագածն է, Արագածում ես գիտես ինչ եմ արել, հունիս ամսին snowboard եմ քշել ու զուգահեռ նույն օրը գնացել եմ Սևան wakeboard եմ քշել, wakeboard-ը ջրայի վրա surfing-ի նման բանն է։ Այսինքն հունիսին Արագածի վրա դեռ ահագին զուն կա, չէ՞։ Հա։ Ես ամեն տարի ամենամայիս հունիս տենց փակում ենք սեզոնը Արագածում, էլի։ Ու շատ հետաքրքիր է նաև Հայաստանի այդ բան կոնտրաստը, էլի, որ տենց նույն օրվա մեջ համ դու ձմեռ ես վայելում, համ ամառ։ Հա։ Մի խոսքով, տենց ու ինքը հոբի էր իմ կյանքում snowboarding-ը, տենց պրոստը շատ լավ իմոց ստացվում էր, բայց դեռ հոբի էր։ Հետո ինչ որ մի հատ պահ եկավ, հասկացա Արտուր ջան, դու բավականին լավ գումար ես ծախսել քո վրա, պոտենցիալը շատ մեծ է, քո ֆիզիկական տվյալները բավականին լավն են ու Հայաստանը ոնց որ շատ զարգանում է ձմեռային սպորտերի առումով, մայլերն էլ դե հայտնվեց արդեն եւ այլն։ Այդտենց ասացի, որ ես որոշում եմ, որ պետքա մանավանդ իր լավ կողմն է, որ սեզոնայնություն ունի, այսինքն դու անպայման չի ի տարբերություն մյուս սպորտերի, դու տարվա 12 ամիսը ոնց որ պետքա անդադ ֆորմի մեջ լինես, պարապես, իսկ ձմեռային սպորտերը ինքը սեզոնայնություն ունի, որ ինձ թույլ է տալի իմ աշխատանքի ու մասնագիտությանս հետ համատեղ։ Ամառը կարաս ուտես, աշնանը նիհարես, ձմեռը քշես։ Բայց այդ դրա բանն էլ, հիմա ասեմ մյուսի մեքսիմալ կողմին, հասկացա, որ սնոուբորդը արդեն օքեյ, ինքը կա մինչև հունիս, բայց այն ինտենսիվ սեզոնը մինչև մարտ, ապրիլ մաքսիմում է դա։ Բայց ես ամառը ինչքան էլ տենց իմ աշխատանքս եւ այլն, բայց մեկը ինձ ինչ-որ մի բան պետք է, որ ես այդ զարյատկեն ստանամ ու համել էներգիաս բաց թողեմ։ Ու գնացի սկսեցի որոշել որ թռնեմ պարապլանով, սոլո դառնամ պարապլաներիստ ու ես առաջի թռիչքս հենց մենակս եմ թռել, առանց ինստրուկտոր սարի գլխից։ Չէր վախում։ Շատ վախենալու էր, ահա ու ասեմ, որ հենց այդ օրն եմ ծանոթացել Ռաֆի հետ ու ընկերացել ենք, հա։ Հա դու էլ եմ բծունման ասիր Հելգենա, չէ՞։ Ես տեսել էի Ռաֆին, ասում եմ, «Ո՞վ է այս գիժը», ասում եմ, «Ես ո՞նց է սենց բաներ անում»։ Մենք սովորում էինք, մեր մյուս ընկերը երրորդ Տիգրանը, Այվազյան աերոկլուբի, ինքը իր մասին նոր խոսում էինք, էլի, որ շատ գիժ պիլոտ է պարապլաներիստ, ասենք, պարապլանը սենց 360 աստիճան սալտոներ անում ու աշխարհի մակարդակով ինքը շատ լուրջ պիլոտ է։ Ու իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներից իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը Տիգրանն է, մյուսը Ռաֆին, մյուսը այս սպորտերը ինչ որ ասեցի, որովհետև ես մի օրում ես вообще պատկերացում չունեի, որ Տիգրանի հետ կընկերանանք, ես պրոստը արել էի պարապլանի կուրս, գնում էի սովորեի թռնելու, հա հայտնվել եմ միջավայրում, որտեղ որ սա ինչ որ տենց էքստրեմալ նախասիրություններ ունեն։ Ու всё, գնում եմ Ռաֆին այք, առաջի տարին է իր Հայաստան, հələ officially տենց skydive Armenian բասս նոր ոնց որ ստացվում է։ Ու տիկո հետ եմ նոր ծանոթանում Ռաֆի, ասում եմ, ինչ լավ գժանոց եմ ընկել, լավ իմաստով էլի, այս ինչ լավ ժողովուրդ են։ Այդտենց ու ինտենսիվ դասերից հետո 4 տարի առաջ ա որ պարապլաներիզմը սկսել եմ ոնց որ սոլո թռնել, ինտենսիվ դասերից հետո մի օր դες սարի գլխից մենակով Սևանում թռնում եմ։
Հուսով եմ դու եք թռնես շուտով, չնայած ասացի որ բարձությունից վախում ես, բայց էսի հենց այդ վախերը հաղթահարելու լավագույն միջոցներից է ամենասեյֆ։ Ստիպելու եք sense եթերում ասեմ թռնելու եմ, որ հետո շանս չունենամ, չէ։ Ինձ ձեր կուլտ չեք բերի։ Լսի, բայց մի հատ ինձ կասես, քո բանը բարձրությամբ հանդեպ է վախը, որ դու մտածում ես ինքը քեզ կարող հետ բայ այդ որոշմանը չգնաս։ Առասարակ skydiving պարապլանի մասին եմ։ Ինձ թվում է ավելի շատ բան է, մեռնելուց վախը, քան բարձրությունից։ Բարձրությունը Էդի դες լավ առիթ է բանն մեռնելու։ է, բնական ռեակցիաներն է, որ դու даже մոստից նստում ես ներքև, այդ զգացողությունը գալիս է, չէ՞, որ ինչ որ կամուրջի վրա քայլում ես, մտնայում ես, սիրտդ գցում է։ Հա, կա տենց բան։ Ես ահավոր եմ վախում բարձրությունից, ահավոր։ Բա ոնց ես թռնում։ Դա հենց այդ վախերը հաղթահարելը բերել է ինձ դրան, որ միջև հիմա կա ինչ որ բարձրության կետ, որ ես մեկ ասենց անում եմ տակս կոնկրետ հոթում էլի շատ վախենալու։ Ու այդ թեմայով մեր ինժեներով խոսացել ենք, մեր տեսակետը հետևն է, բոլոր դեպքերում մենք որպես մարդ ցամաքի մարդիկ ենք ու գետնին կպած, ու երբ որ մենք բարձրությունից նայում ենք, даже 5-րդ, 8-րդ հարգից մեր համար վախենալու է։ Մեկի համար կարող է 10-րդ հարգն է այդ լիմիտը, մեկի համար 3-րդ հարգն է այդ լիմիտը։ Բայց բոլոր դեպքերում, երբ որ դու թռչուն չես ու գետնի մարդ ես, բայց ինչ որ մի պահ քեզ զգում ես թռչուն, էդի սկսում է քո ներքին այդ ինստինկտ самосохранение ոնց են ասում ինքնապահպանման բնազդը այդ բնազդներն է արտանում ու քեզ ասում չէ ապա գիժես այդ պարաշուտը չի բացվի չգիտեմ այս պարապլանը թելը կճղվի էս այսինքն բայց այդ բնազդները չգիտեն որ մի հատ մեծ ինստիտուտ է աշխատել գիտնականներ են աշխատել այդ պարապլանի ամենաթանկվանը իր սերտիֆիկատն է ոչ թե կտորը պարաշուտինը նույնպես skydiving-ը այսինքն ինքը մատերիալը որպես այդպեսին շատ էժան բան շատ թանկ բան չի բայց իր սերտիֆիկացումը որ փորձարկումներ անցնում որից հետո որ գնում է վաճառքի այդ ամենաթանկ կտորն է այդպես դրա համար այդ քո բնազդներն է որ քեզ ասում բայց դեպքերը լույնա չէ որ լսում եք որ պարաշուտը չի պարաշուտ հայերեն ոնց է պարաշուտ հենց պարաշուտը չի բացվում կամ այդ պարապլանից թռնելով գնում սարեն են խփում դա շատ է լինում լիքն է բայց այդ ձեզ հետ չի պահում պարաշուտն է մի 5 անգամ չի բացվում բայց ոնց բայց ճիշտ է զապասնոյն է այդ չէ խփսս մոտիկան նայ հիմնական մահերը լինում է պրոֆեսիոնալների մոտ որտեվ անընդհատ ուզում ես դու բրթես այդ հաճիկը ստանաս բայց հետո գալիս է մի պահ որ արդեն դաժան ամենապիկը որ զգացել ես երկրորդ բանը որ գալիս է այդ ուզում ես բոլորին սովորացնես այդ երկրորդ կայֆը ամենաուժեղն է երբ որ դու մարդկանց 0-ից ցույց ես տալի այդ աշխարհը նա լրիվ ուրիշ էներգիա է բացվում էլի քո համար որպես ինստրուկտոր որպես մարդ ոնց որ դու հետ ես տալի պատա հնչում հետ ես տալի ոնց որ հետ ես բերում այդ ոնց որ այդ մի բան որ դու սիրում ես դու քո էներգիան տալիս ես դրան հա իսկ սովորական տենց եթե ինստրուկտորի հետ թռնում ես մահվան դեպքեր շատ չի աշխարհում որովհետև նայ ինստրուկտորի հետ թռիչները ինքը կոմերցիոն է սարքած ինքը չի կա այն հիմնական մահերը որ լինում է ասենք եթե դու փոքր պարաշուտ ունես այդում ես ասենք իրանք որ սկսել էին պարապլանով թռնել ես հելում էի սար իրանց թռիչքը տևում էր մի ժամ իմ թռիչքը տևում էր 30 վայրկյան տարբեր պարաշուտներ էինք օգտագործում ասենք ինձի պարապլանը ես իմ ինչ անեմ որ ինձի հաճույք տա իմ speedwing-ը ոնց որ իր չափսը speedwing-ը ինչա speedwing-ը ոնց որ մոտոքշես սարի վրա ավելի արագ է ինքը գնում էլի պարապլանը որ պատկերացնես միջինում գնում է մի 40 կմ/ժ մաքսիմում իսկ շատ արագ չի էլի չէ կախված քամու ուղղությունից ինքը փոփոխական է բայց միջինում 40 կմ/ժ-ն է բայց իր speedwing-ը մի 120-150 սենց անցնում է կողմերով սենց մի անգամ այտենց կադրեր դու ինձ ցույց ես վիդեոն նայելուց անգամ վախենալու հիմա տանդեմային թռիչքները իրանք սարքածա ապահով լինի պարաշուտները սարքածա որպես տանկ ինքը ասեն կարող եղանակը ամեն պա փոփոխվի ինքը սարքածա որ դիմադրի ամեն ինչ դաժե եթե ասենք պրոբլեմ լինի ինքը սարքածա որ միանգամից զապասը նենց արագ է բացվում որ չես էլ հասցնում ինչ որ մի գործողություն անես սպորտը արդեն քանի մի 50-60 տարի արդեն որպես սպորտ աշխատում ոչ թե վայենի ահագին զարգացել է սիստեմաները
ապահովությունը տարեկան հիմնական էլի այդ պարաշուտային մահերը լինում է պրոֆեսիոնալների մոտ, սկսնակների տանդեմների մեջ, եթե ամեն ինչ ճիշտ անեն, այսինքն եթե տենում ես եղանակ, ասենք տորնադո չի գալի, մի թռի, եթե տորնադո ես տենում, մի թռի, այդ դեպքերում մահ չի լինում։ Հիմնականը, ասենք, եթե շատ վտանգավոր եղանակ է, ու դու էլի այդում թռնում ես, շատը դրանից է։ Ասենք կամ մի անգամ էլի այդ շատ արագ պարաշուտով ամպերը որ փագում է, այդ սարերը կոչվում է բան դրագոնի շունչ, էլի, բան, որ ասես այդամ դրագոնի շունչի մեջ թռնեմ։ Մենք անգամ որ մի անգամ բանը թռնում էինք, որ ես հիշում եմ մի հատ դեպք, որ մենք Սևանում գնացել ենք ոչ թռիչքային եղանակ, ասենց ամպերը սարին հավասար ու սարից ցածր։ Ես ասացի, չափ ես այդքան գիշ չեմ թռնի, դու գնացեք, Ռաֆս թռավ, պասատ կարեց ու ասենց էմոցիաներն է պատմում, ասում ես մտածում էի, շո, էսի իմ վերջի թռիչքն է, ամպի մեջ եմ մտե ու խնդրում եմ շարունակի։ Ասի ասի Dragon Breath-ի մեջով եմ ասնելու, դրագոնի շնչի մեջ։ Բայց ամպի մեջ վտանգները ինչ է, որ այն մարդիկ տեսանելիությունդ կորմա կոմպաս չունես, ուղղությունդ չես հասկանում ոնց ինչ ու արդեն պանիկա կարա սկսի էլ։ Կոմոդին չեղավ այդ բան։ Նայ, ասի սենց հաշվարկ է արել, ասի լավ, հեսա թռնում եմ, ասի եթե սարի վրա սենց քիփ թռնեմ, դե ամպենցի չի խանգա, կտենամ, ստեցին դե տենում եմ, էլի։ Հետո զանգեցի տղեկին, զանգի Հայկին, ասի Հայկ, ասի ոնց է եղանակը ներքևից, ասես վատ, մի թռի։ Արա ասես որ մի թռի, մի քիչ մոտս ավելի բանել է, որ մի թռի։ Հելա ասի լավ, հեսա ձորի մոտով սենց քիփ մեկը, որտեղ բան չի, ես չեմ հելնում վերև, էլի, ինքը հենց դու սարից հելար, ինքը, հենց սարից հելար, այդում ես սարերի մեջ, ձորերի մեջով ես թռնում, էլի։ Ասի մի քիփ կլնեմ, հանգիստ կելնեմ։ Այտենց թռա դրագեն այդ կյանքում չեմ թռնի դրա միջով։ Հետի բայց երբ որ դու մենակ ես թռնում, սենց հետաքրքիր բան, պրոյեկտներ անում ես, բայց տանդեմային ժամանակ, երբ որ կոմերցիա է, օրենքները փոխվում է այդ դեպքում, էլի։ Ավելի շատ արդեն ուրիշների կյանքի համար պատասխանատվություն ունես։ Իսկ Հայաստանում ինչ որ մի ձև այդ ռեգուլյացիա արվում, ասինքն երբ որ մարդ է գալի ձեր հետ թռնումը, չգիտեմ, ապահովագրություն կամ ինչ որ կանոններ, սերտիֆիկացիա, ոնց է այդ, որտեվ ինքը վտանգավոր է, չէ՞, պարապլանն է, պարաշուտն է։ Вообще экстрим спортերը, любой экстрим спортերը, բոլորն է այդ երբ որ դու մոտիկ անում ես, քեզ ասում են առողջականդ ոնց է, այդ սա պետքա դու հայտնես մեզի, եթե ասենք դու չես հայտնել, մենք նկատենք ինչ որ առողջական խնդիր ունես, բան ունես, չենք թռնի քո հետ, պետքա ալկոհոլի կամ նարկոտիկի ինչ որ ազդեցության տակ չլինես, այս մաքուր ոնց որ այդ պետք է ամեն ինչ մաքուր զգաս։ Մենք որ ես կարամ skydiving-ի կողմից խոսամ ու գիտեմ բոլոր իմ ընկերներն էլ թե բոլոր ասենք Scream of Soul, Skyball, սա այդ տղեկը, սա այդ նույն ստանդարտներով են, բարձր ստանդարտներով են աշխատում։ Որպես ինչ որ մի բանի անդամ, չէ, ինչ որ մի օրգանիզացիայի անդամ, մենք ասենք USP instructor-ներ ենք, մենք պետք է այդ ստանդարտներով եթանք։ Այսինքն մեր պարաշուտները պետք է հավաքվի Rigger-ի կողմից, ով FAA-ի Rigger-ը, ասենք Ամերիկայի ավիացիայի հաստատված պեչատված Rigger-ը, ինքն է մեր զապասները մենակ թույլ տվում։ Rigger ի՞նչը։ Rigger պարաշուտ հավաքող։ Ինքը տարբեր հիմա ասենք ձեր կամերամենը Rigger-ը համարվում։ Ինքը սերապ անում, ամեն ինչ սերապ անում, ինքը Rigger-ը համարվում։ Իրան գնում են քննություն են տալի պետական, հետո անցնում են դեպի այդ պրակտիկայի մեջ, հետո իրանց լիցենզիա են տալի։ Այդ լիցենզավորող մարդիկ կարան մեր պարաշուտների զապասները հավաքեն, պեչատում են։ Մենք ունենք 2 հոգի, ամեն տարի որ գալիս եմ Հայաստան, 2-3 հոգի մեր հետ գալիս են այտենց։ Ամերիկայից, Աֆրիկայից, մի ինստրուկտորները South Africa-ից է եկել։ Հայեր չեն։ Չէ, հայեր չեն։ Մենակ դու ես հայ։ Բայց հայ եմ գտել ինստրուկտոր։ Այս օգոստոսի 1-ից 15-ը գալու է, այնպես որ շատ ուրախ եմ, ես որ մի հոգի էլ գտանք։ Այս ամսի 15-ին 1-ից 15-ը գալու Հայաստան թռնի առաջի անգամ։ Հետաքրքիր, ինձ էլ հետաքրքիր էլի, թե ինքը ինչ էմոցիա, իմ նման էմոցիան է, լացելու է, վերջում թե չի լացելու։ Առաջ անգամ Հայաստան թռար լացիր։ Առաջի, ուրեմն
որ Արտուրի հետ ծանոթացանք, այդ ժամանակ ահագին գումար է ծախսել, գումարի հետև չգնեմ, ահագին գումար է ծախսել, պարաշուտներով եկել էի ու հիմա չգիտենք թռնելու ենք թե չէ։ Հիմա շատ մարդիկ այն առաջարկում են բարի թռի բան, ասի ապեր ես գամ թռնեմ, իմ համար ինձի վճարում են ես ուրիշ տները թռնեմ, էլի, ինձի պետք չի իմ համար թռնեմ։ Ինձի պետքա մի բան բացենք, մի հատ դուր բացենք Հայաստանում, որ եթե դու պարաշուտիստ ես, հայ ես, ինչ ազգի ուզում ես եղի, գաս Հայաստան, դու ուզենաս թռնես, այդ հնարավորությունը լինի, ավելի մեծ էինք նայում, էլի, ոչ թե այդ պահին մի հատ էթայինք թռնենք, մեր հաճույք անենք, բրծնենք։ Ու Արսենի հետ սկսեցինք, Armin Helicopters-ի հետ սկսեցինք այդ պրոյեկտի վրա աշխատելը ու նպատակն էր, որ օրինական լինի այդ ամեն ինչը։ Մենք ցույց տանք, որ մենք այդ հնարավորությունները ունենք, այդ սաղ սիստեմաները ունենք, այդ գիտելիքներ ունենք, որ կանենք օրինական պարաշուտային դպրոց բացենք Հայաստանում։ Ու տենց 3 շաբաթ սպասում էի, ասի ինչ անեմ, հելնում էի սարերն էի քայլում, իրանք որ նոր էինք սկսես, պրոստը հելնում էի սարը իշտում էի։ Բանը, ու այդ սարերում ես հիշում եմ, ինչ գործիք էր ձեռդ որ խոտ էր։ Բանը, ուրեմն նայ, ասենց սար հելնել եմ, երևի մի ժամ էր տևում, չէ՞։ Ու ես էլ այնքան բան ունեի գլխիս մեջ, որ դու հելնում ես վազում ես, չէ՞, ասենց պետք է մի բան մեծ պրոյեկտ սկսի, մի բան լինի, կհենես ասենց ժամերով կվազես, որ լրիվ ասենց բացվի, հանգստանա։ Այտենց հելում էի սար, հելում իշնում էի, օրը մի 4-5 անգամ հելում իշնում էի, ասում են, «Էս գիժով է, էլի, բա»։ Ես էի ասում։ Բան ինչ որ խանչալա ձեռը, այտենց խանչալով սար։ Արա իմ ասես մի ժամ է հելում, ասես տղա խանչալ։ փոցխ կա, ասի փոցխ կա, որ ասի ասես ճանապարհ բացեմ։ Փոցխով տրապինք է բացում։ Ինչ են ասում, փոցխ են ասում դրան։ Չէ, փոցխ չի։ Էս ինչ է, Ոչ sense կլոր գերանտի, հա, բայց գերանտի դանակի նման մեծ ոչ մի խոտեր կոմունիստները որ են, մի հատ չագուչա, մի հատ sense բան է, Այդի վեկալել է, թազա ճանապարհ է այնտեղ բաց է, որ կես ժամ է թա, էլի։ Ու էս Աղվանստանի դեմքով խանչալով տենց դպերի մեջից էլում է։ Բան արի։ Լոկալ ժողովրդին վախեցնում էր։ Արի չէ, գնացի լոկալ ժողովրդին ասի ինչ կլինի, էլի, ասի բան անեք։ Եկեք բան տվեք կտրելով հելեմ, ասին գիժը սախբեր, ինչ քեզի տանք էլի, գնա քո համար։ Ասի լավ, գնացի գերանտի վեկալի, սկսեցի բան անել։ Հարցի 3 շաբաթ ապետ, որ ասի չի լինելու, չի ստացվելու, ասես մտքիս մեջ բաներ ելում, էլի թույլ կտան չտան, բայց հետո հասկացա, որ մեր ավիացիայի ժողովուրդն են շատ լավ գիտակից ու առաջ նայող մարդիկ են։ Մեզ թույլտվություն տվեցին, որ Հայաստանում պարաշուտով թռիչք կլինի, դոկումենտ եկավ, ուղարկեցին ինձի, արա հիմա հայկն էլ էր հետս եկե, էլի երկու հայ պարաշուտիստ ենք եկել ենք Հայաստան։ Արա հիմա լացում ենք երկուսս թույլտվություն են տվել ու չենք հավատում թռիչք ենք անելու Հայաստանում։ Հիմա վերտալյոտը հելնում է վերև, արա էլի չենք հավատում։ Ինչ բարձրության վրա բարձրացել։ 4000 մետր։ Ու չենք հավատում, որ հեսա մենք պետք է Հայաստանում թռնենք։ Ապա հելանք 4000 մետր, հայկին ասի հայկել դու թռի, ես քեզի նկարեմ բան։ Ու տենց հայկին տվեցի բան, առաջի հայ պարաշուտիստ պաշտոնը քաղաքացիական, որ թռիչք է արել։ Հիմա ուր էթում եք, ասեմ հայկն է առաջինը, ես երկրորդն եմ։ Ապա այդ օրը լացեցի ու տենց մի ամիս թռիչքներ կատարեցինք, մարդիկ եկան տանդեմներ արեցին։ Մինչև ոչ մեկ չէր թռել քաղաքացիական։ Բանը վայնիներն են թռել միջև այդ իրեն ինչ որ մի հատ ֆեդերացիան բաց է։ Հիշում եմ առաջ կար մարդիկ թռնում էին, բայց ոչ թե բանից փոքր կուկուրուզնիկներ էլի, փոքր ինքնաթիռներից էին թռնում։ Ես գիտեմ, որ բանը ֆեդերացիա է եղել, գլոր պարաշուտներով թռել են, բայց էլի վայնիներն են դի կազմակերպել էլի։ Բայց քաղաքացիական, որպես քաղաքացի ինչ որ մեկը գասի արեք այս սպորտը զարգացնենք, չի եղել։ Հիմա միջև մայլ այդ էտապներում ենք, հիմա ուզում ենք դպրոց բացենք, որ հիմա շատ երիտասարդներ ունենք, շատ ժողովուրդ ունենք, որ հետաքրքրված է, ուզում են դառնան պարաշուտիստներ, ուզում ենք այդ ամեն ինչը իրանց համար ապահով լինի, ու որ հետո ինչ-որ մի բան սկսի, հետո որ ես արդեն թոշակի անցնեմ, ինձ հետո շարունակեն էլի պարաշուտիստները, էլի, ոչ թե ասենք ինքը պրծնի։ Արտուր դու ես Armin Helicopters-ի հետ աշխատում։ Հա, մենք Skydive-ի պրոյեկտի, то есть միասին ենք ոնց որ launch արել official Skydive-ի պրոյեկտը, ես մարքեթինգային ու արշավային ինչ որ բաների մեջ իրանց հետ համագործակցել եմ, այդպես, բայց հիմա ավելի շատ իմ պրոյեկտներն եմ անում, իմ պրոյեկտները
տենց քաղաքում ինչ որ ամենաշատ սիրված իվենթը կարող տեսած լինես, այն ավտոբուսով, որ DJ կա վրան, տենց շրջաններով Երկու ավտոբուսը տուրիստների համար չի արվում այս։ Լոկալների համար ենք չանում։ Երկու արգանի ավտոբուսը առասարակ Երևանի քաղաքապետարանը տրամադրում է տուրիստների համար ինչ որ տուրեր են անում, տենց ներկայացնում են, բայց մենք էդի նաև ոնց որ տենց house music clubbing-ի ֆորմատով ինչ որ իվենթ ենք անում, բայց իմ հիմնական մասնագիտությունը video production, editing, ես տենց 14 տարեկանից կհիշես բան կար մի տատու art ծրագիր կար Գագոն որ տատու էր։ 14 տարեկան երեխա ես ու ընկերս դրա full մոնտաժը մենք էինք անում ու TV-ի համար տալիս էինք։ So իմ հիմնական մասնագիտությունը է դա, բայց ոնց որ հիմա ավելի ֆոկուս եղել եմ իմ պրոյեկտների վրա ու տենց իվենտներ ենք անում։ Բայց մեկը extremal կողմը անբաժան է, ինքը այս պարագամ ես չեմ ընտրել այն կարիերան extremal սպորտի, որ ես մարդկանց տանդեմ անեմ կամ օրինակ snowboarding-ի մեջ ինստրուկտոր լինեմ, որ ինքը ինձ եկամուտ ապահովի, այնպես որ ես ոնց որ իմ հիմնական մասնագիտությամբ գումար եմ աշխատում ու ծախսում եմ այն վրա, ինչ որ հոբի էր, բայց էլ հոբի չի։ Հասկացա։ Ինչի հոբի չի։ Դե ինքը սենց իմ կյանքի մի մասն է, շո։ Դե հոբի է, էլի։ Չէ, то есть եթե դու արդեն գնում ես աշխատում հոբի։ Չէ, նայ հիմա snowboarding-ը կոնկրետ օֆիցիալ sense ոնց դարավ ավելի պրոֆեսիոնալ իմ կյանքում, նախորդ տարի մասնակցեցի snowboard-ի free ride-ի աշխարհի առաջնությանը։ Բայց qualifier-ը, то есть դու պետք է միավորներ հավաքես, հետո գնաս արդեն ամենապրոին, պատմությանը ես չեմ սիրում вообще, որ ասում են առաջին հայը բան ցանցներ, բայց ոնց որ արձանագրենք պատմության մեջ չի ելը։ Ես շոկել եմ Հայաստանում համարյա ինչ անես առաջին հայը, հա, այդ իմ ամենից որ ռոմանտիզացնում են այդ հայի բան, ոչմ չեմ սիրում։ Առաջին անգամ Հայաստանում։ Այդտենց շատ ուրախ կլինեի անկեղծ, որ այս ճանապարհը ինչի մեջ է որ ես անցել եմ ու գնացել եմ freeride World Championship, ինչ որ մեկը նախորդ արած լիներ ու դա իմ համար հարթացրած լիներ, բայց ես հիմա գիտակցում եմ որ դա արել եմ հարթացրել եմ մյուս սերունդների համար, որոնք պատմում ես, փորձով կիսվում ես, որ ուրիշները հետո գնան։ Հա, ու սիրով ես հիմա ուզում եմ ընկերներ կան, ովքեր որ բոլոր պոտենցիալները ունեն, որ կարան մասնակցություն ունենան, ուզում եմ իրանց էլ այդ ճանապարհը հարթեցնեմ, որ մյուս տարիներին կան մասնակցեն։ Ֆինանսապես շատ մաչելի չի ինքը, իմ գրպանից բավականին գումար եմ ծախսել, որ հայտնվում եմ այնտեղ, բայց ֆիզիկապես դու պետքա պատրաստ լինես էլի դրան։ Ես նախորդ տարի տենց օգոստոս-սեպտեմբերից սկսեցի ինտենսիվ մարզումներս, որ պատրաստվեմ մարտ ամսին մրցումների։ Այդպես ինձ օգնեց, հա, կուզում ես հարթակումն շեշտեմ, որ Myler-ը որպես սպոնսոր ինձ օգնեցին, որպեսզի իմ ծախսերի մի մասը cover անեմ, ու նաև Red Bull-ը, Red Bull-ը եթե նկատել ես Հայաստանից վերջերս ինչ որ ակտիվացել է։ Կհիշես, տենց տարիներ առաջ համալսարանների բանի մոտ ինչ որ անվճար բաժանում էին, չէ՞։ Ու հետո կորավ։ Հիմա comeback են լինում իրանք, սենց հետ են գալի։ Դե հիմա կոնկուրենցիա կա ուժը։ Հա, բայց մի խոսքով դե իրանց Red Bull-ի արշավները առասարակ լրիվ ուրիշ բանի մասին են, քան լոկալ կոնկուրենտները, բայց ես մեկը էներգետիկը լավ բան չի, ժողովուրդ մի օգտվեք էդի ոնց որ շեշտենք, բայց բոլոր դեպքերում իրանք պետք է շեշտենք էլի, որ էքստրեմալ սպորտերին ու ատլետներին լավ օգնում են։ Red Bull-ը հա դե ինքը դրա կոնտենտի մասով Red Bull-ից ավելի երևի ոչ մեկ չի տալիս այդ ոլորտում։ Բանը, որ գնացել էինք այդ snowboard-ի World Championship-ին, ընկերներից մեկի հետ եկել էր որպես ասիստենտ վիդեոգրաֆեր։ Այդտենց ու ես որ ծանոթանում տարբեր աշխարհի ոչ շատ տարբեր երկրներից մարդիկ կան, Չինաստան, Ճապոնիա, չգիտեմ, Իսրայել, բան շատ տարբեր երկրներից շատ թույն տպերի հետ եմ ծանոթացել, իմ համար այնտեղ կարևորը նու մասնակցությունը իր արդին, բայց լավ network, լավ ատլետների, snowboardistների գժերի, լավ գժերի մեջ են գնելներ էլի։ Այդտենց շատ լավ դեմքերի հետ եմ ծանոթանում ու ընկերս, ով որ այդտենց եկել է ինձ ասիստենտ ու վիդեոգրաֆեր, պրոստը սաղի մոտ գլուխ ա գոհում, որ Արտուրը Red Bull-ի ատլետն է, արածում եմ միաս այդպես բաներ, ես ուսքի չեմ ասում որ Red Bull-ի ատլետ եմ էլի միաս է, այդպես, в общем, ու ինձ աջակցեցին, ոչ ամբողջությամբ իհարկե, բայց իմ ծախսերի մի մասը կարեցի ես ոնց որ իրենց օգնությամբ բանեմ, cover անեմ, այդպես, այս տարի Ալպերում ա լինելու առաջնությունը, հա, անպայման, ու երկու տեղ ա լինելու, երկու տեղն է գնալու եմ,
Այդպես հիմա արդեն երևի թե սեպտեմբերից սկսել եմ ինտենսիվելի մարզումները, սպարապել։ Այդ սեպտեմբերից որտեղ է սպառապել, որտեղ ցույց կա այդ։ Չէ, ոչ թե պարապում եմ ձյան, այլ իմիտացիաներ կա, stretching, բան մի խոսքով էլի, то есть կոպիտ ասած մկանները ճիշտ ֆորմայի մեջ պահելն է, բալանսի կարևոր վարժություններ կա, սնոուբորդինգի մեջ ամենակարևոր աշխատող բանը այդ պրեսն է ու մեջքի ոնց որ մկաններն է, քո բալանսի հիմնական կետը է դա, էլի։ Քորը էլի։ Հա, ապրես քորը, այս կողքի մկանները մի խոսքով։ Այտենց ֆիզիկականս տենց լավ պատրաստվում եմ, արդեն այն սեզոնը սկսում ա որ հնարավորություն կա ձյան վրա սկսել պարապմունքներ անել, անում եմ։ Իսկ բան ձեր կարծիքով երկուսիդ կարծիքն եք ուզեմ լսեմ։ Հայաստանում էքստրեմալ սպորտերի զարգացումը ոնց որ արագ տեմպերով առաջ է գնում։ Տարբեր հետաքրքիր նոր նախագծեր են սկսում, տեսնում եմ որ շատ ավելի շատ մարդիկ են սկսել համ սպորտով զբաղվեն, համ էքստրեմալ սպորտով զբաղվեն։ Այդ ձեր կարծիքով ինչի է դա կապված, ինչի է սկսել ակտիվանալ այդ ոլորտը։ Ռավ դու քո աչքերով ասա, որտեվ դու բան ռոմանտիզացված տուրիստի սփյուրքի աչքերով ես նայում, Ես ռոմանտիկ չեմ։ Բայց սփյուրքը Ավելի շատ հայրենասեր աշկով եմ նայում ամեն ինչ, դա ամենակարևորն է։ Ոնց որ գիտես որ մարդիկ ապրում են միտեղ, ոնց որ մոռանում են որ իրանց ազգը պետքա սիրեն։ Այդ իմ համար ամենաառաջինն է։ Պետքա քո ազգին սիրես, թե գիտես ինչ վատը կա միշտ, պետքա փորձես այդ վատին լավացնես։ Ու իմ ընկերները ընդհանրապես էքստրեմի սպորտի ժողովուրդը, թե կլինեն կրակող, թե ռոպ ջամփինգ, թե օդապարիկներ, թե ինչ ուզում ա լինի։ Իրանք բոլորը թազա մտածելակերպ են բերում Հայաստանին։ Բայց նկատել եմ որ իրանք շատ նաև սիրում են այն ինչ որ իրանք անում են ու սիրում են հենց այդ բնությունը, սարերը, այդ ձորերը։ Իրանք ու հետևում են որ ամեն ինչ լավ լինի այնտեղ։ մենք մի ընտանիք ենք։ Դու ասենք կան մարդիկ, որ ձև են տալի այդ ընտանիքից են, բայց իրականում իրանք փչացնում են այդ ընտանիքը։ Բայց մեր Հայաստանում ես դրա շատ եմ զարմանում, որ լավ մարդիկ շատ են այդ սպորտի մեջ, որտեվ իրանք բարին են մատուցում։ Ամեն ինչ նայում են, որ խոսում ես իրանց հետ, ասում են Ռաֆ, ինչով կարանք քեզ օգնենք։ Ես էլ ասում եմ ինչով կարամ ես ձեզ օգնեմ։ Դա ոնց որ մի ընտանիք է։ Ես եթե մի բանի մեջով եմ եթում, կարամ մետամ Դանիելի մոտ Scream of Soul-ի մոտ rope jumping անեմ, ինձի լավ զգամ։ Կամ Նայիրին զանգեմ Skyball-ին, ասեմ Նայիրի ջան, ինչ կլինի էլի, կամ մի հատ օթապարիկով թռնեմ։ Հելնեմ իրար հետ օթապարիկով հելում ենք դուս, հելում ենք վերև։ Լրիվ իր աշխարհն եմ տենում, իր աշկերով։ Նայիրենք ես վերջերս ինչ որ ռեկորդ էին, չէ՞ խփել։ Իրանք մեծ գործեր են անում Նայիրենք ճիշտ ասած։ Օթապարիկով ինչ որ շատ մեծ բարձրության վրա են, չէ՞, բարձրացած։ Համ բարձրություն, համ այդ պրոյեկտները, որ բերում են Հայաստան, չէ, հազարավոր օթապարիկներ են բերում Հայաստան, ժողովուրդներ, կոմպետիցիաներ են անում։ Իր այդ որ մի քիչ ընկերություն ես անում, հասկանում ես, որ մեծ պրոյեկտներ է անում, ոնց որ Զանավեսկի հետևից։ Իրոք հպարտանում ես իրանցով, որ ասում ես Հայաստանում իրանք պետք չի դուս ապրեն, բայց սիրեն իրանց երկիրը, իրանց երկրի համար պրոստը լիքը լավ բաներ անեն։ Ու դա պարտադրում է որ բոլորը գան, ոնց բացատրեմ։ Ասա օգնի մի հատ տաքան այդ թեման։ Էքստրեմի թեման ու լավ կարանք խորանանք այդ թեմայով։ Լսի, ես մի երկու բան ավելացնեմ առասարակ այս զարգացման թեմայով։ Նախ Ռաֆը շատ մեծ ճիշտ բան ասաց։ Մեր ինդուստրիայում Հայաստանի էքստրեմալ community-ները սաղ շատ sense ոնց որ մի ընտանիք լինեն։ մի քանի տենց հիմնական համայնք կա, չէ՞ որն է օրինակ այսօր ամենաակտիվ ոլորտները որն է Հայաստանում։ Դե skydive, paraglide, snowboarding-ի համայնքներ կան, մի քանի հատ rope jumping կա, այդ պարանավոր բարձրտեղից ցրում։ Հիմա շատ լավ ակտիվ զարգանում է enduro սպորտը։ Այսինքն վազ, քեցանիվ, հա։ Հա, դրանք նույնպես էլի լավ զարգանում են ու դաժե MTB բան mountain bike։ Հա, ես վերջերս մի շաբաթ առաջ Ազատի ջամբարում գնացի MTB, ինչ գժական էր։ Անենց սիրուն view-եր ունենք, նենց լավ մարշրուտ։ Բայց այնտեղ նորմալ թրեյլեր կա, որտեղ կարող եք քեցանիվ քշեք։ Հա, հենց այդ թրեյլը առաջ անգամ մենք բացահայտեցինք, բայց sense էйֆորիայի մեջ էր։ Շատ սիրուն էր ու գժական downhill էր մի խոսքով։ Դե բանը հեծանիվով երբ որ մենք օրինակ չգիտեմ հոկտեմբերյանի կողմ ենք քշում հետ ենք գալի քաղաք կամ
այդ կոմիտասով ենք հիշնում քաղաք, այդ որ հենց մտնում ես քաղաք ու քաղաքի մեջ պետքա գնաս ինչ որ մի կետի հասնես, էդի երևի կարելի է համարել էքստրեմալ սպորտ, որտեղ միշտ մեկը ուզում է շատ վտանգավոր է Երևանում քշել։ Լսի, ես մոտո էի քշում միջև նախորդ մի 2 տարին վերջի վթարից հետո որոշեցի ես օքեյ հասկացել եմ որ մոտոն սիրում եմ ինքը շատ մի լրիվ ուրիշ էներգիայի ոնց որ բան է զայրադշնիկ է այսպես ասած որ մենակ ինքը կարա տա այդ էմոցիան ես ոչ պարապլանիչ ոչ սնոուբորդից չեմ կարա ստանամ որ վատ բան եմ ասում բայց երբ 300 կմ/ժ գնում ես ոչ պարապլանը կարա քեզ այդքան էմոցիա տա ոչ էլ բանը սնոուբորդը մի խոսքով բայց այնանք էլ ուրիշ բան են տալի որ մոտոն չի տա բայց ինչ էս թեմային եկա որովհետև ես հասկացա Հայաստանում 2 ականի տեխնիկա քշելը հələ ժամանակը չի մեր 4 ականի ոնց որ տեխնիկայի վարորդները այդ թվում նաև մենք շատ ժամանակ չենք նկատում պրոստը հայլիներում իրանք տենց հեծանվորդներին մոպեդ մոտո քշողներին ին վերջի վթարած գիտես ոնց է եղել շարժվեցի տեղից ես 100 մետր շարժվեցի պրոստը ու մեկը դուրը բացեց վրես սենց հակա դրան ուղակի սենց մոտոստ մի կողմ ես մի կողմ ու ես թռնում եմ ամենավախենալու բանը թռնում եմ սենց համարեք պրոտիվ սենց պրոտիվ եմ գլորվում ու սենց հələ գլորվում եմ ու ամեն կրուգի ժամանակ եմ սենց ասում արա կայնի ու սենց ջոգում չեմ կայնում հələ հա գնում եմ մի խոսքով ամենավախենալուն էր իմ համար որ ես կգնամ պրոտիվ ու ինչ որ ավտոպիլովով կանցնի էլի ու սենց գետնին ծոր կվելով կոնկրետ այդում եմ մի խոսքով դրանից հետո որոշում կայացրեցի որ չէ Հայաստանում հələ շուտ է 2 ակի տեխնիկա մանավանդ երթևեկության մեջ Երևանում շատ շուտ է իսկ եթե հետ գնանք ասած այդ համայնքներին տարբեր էքստրեմալ սպորտերի որ ասացի արդեն տարբեր համայնքներ է ձևավորվել ու ուր է գնում այդ ամեն ինչը այդ զարգացման ուղղությունը լսի նախ բանը տարբեր ուղղություններով հայտնվել են ավելի պրոֆեսիոնալ կոմպետենտ մարդիկ ովքեր որ կարող են ծառայությունը տանեն համ commercial կողմ, համ սպորտի զարգացման կողմ, բոլոր իրանց հերթին, օրինակ Daniel Eng Scream of Soul-ը, այդ պարոնով թրիչները որ անում են, ինքը տենց մեծամասամբ commercial է, կոմերցիոն, հա, այսինքն բիզնես է։ Հա, բայց ինքը օրինակ արդեն մի հատ այնց մեծ բան արել, առելա տարած կամ վարձակալելա երկար ժամանակ պետություն չգիտեմ մի խոսքով ունի հիմնական տարածք որտեղ որ ստեղծել է մի հատ էքստրեմալ սպոտ որտեղ որ հնարավոր է rope jumping անել բայց այնքան գիգանտ մեծ տարածք է որ ինչ ուզես այդտեղ կարաս անես էքստրեմալ էլի ու էդի շատ մեծ քայլ է Armenian Helicopters-ը դել չասեմ այն ինչ որ աջակցում է skydiving-ի պրոյեկտին ու առասարակ Armenian Helicopters-ի ֆունկցիան մենակ ոնց որ skydive-ը ու կոմերցիոն ինչ որ Երևանից Դիլիջան բան թրիչները չի մենք վերջերս ականատես եղանք նախորդ տարի էր եթե ճիշտ եմ հիշում չէ այն 2 տարի առաջ դեպք ունեցանք Արագածում տուրիստներ էին եկել ու լավինան փլվել էր տուրիստներից մեկը մահացավ Իսպանիայից ու այդտեղ ոնց որ հասել էր Armenian Helicopters-ը ես вообще առիթ օգտագործելով ուզում եմ ասեմ որ Armenian Helicopters-ը ինքը նաև medical service ունի ու նաև պետության հետ են չէ համագործակցում են պետության հետ ու պետությունը դե ունեն ուղաթիռներ բայց դրանք հիմնականում վայնի ոնց որ նպատակներով են ծառայում բայց երբ որ medical ինչ որ բան է լինում Armenian Helicopters-ը միանգամից արձագանքում ասինքն երբ որ ինչ որ շատ շտաբ դեպք է որ բժշկական օգնություն է պետք մարդուն նախարարությունը կապնվում է Armenian Helicopters-ի հետ ու իրանք արդեն քաղաքացիական ուղղաթիռ են ուղարկում որ այդ մարդուն տանեն հիվանդանոց, չէ՞։ Ավելի շատ սենց է process-ը, արդեն երբ որ դու զանգում ես AI-ին, ասում ես դեպք է պատահել, դու պետքա հստակ շեշտես, որ դու նենց տեղանքում ես, որ այդտեղ կարող մենակ վերտելոտ կա։ Ուղղաթիռ կա, այսինքն ոչ կարան իրանք ինչ որ հատուկ տեխնիկա, տրակտոր, բագի, չգիտեմ, ինչ ուզում ա լինի, եթե դու հստակ գիտակցում ես, որ սիտուացիան այնպեսին է, որ քեզ առաջին արձագանքում պետքա ուղղաթիռով, ուրեմն դու պետքա շեշտես։ Էդի լիքը մարդ չգիտի, բայց Armenian Helicopters-ը պետության հետ այս ֆորմատով է, կոնկրետ այնց փաստաթղթային հերթականությունը չգիտեմ, բայց ֆորմատը այսպեսին է, տարեկան ինչ որ X ժամ պետությունը արդեն պայմանագիր ունի կամ համաձայնագիր ունի Armenian Helicopters-ի հետ, որ X ժամը ծախսվելու է AI-ի թռիչքների համար, օրինակ։
ու այնը երբ որ օրինակ հասկանում է որ ինքը ոչ մի փրկարարական ինչ-որ ծառայությունների երբ որ այնը հասկանում է որ ինքը ոչ մի տեխնիկով չի կարող հասնի այդ կետին միանգամից երբ որ դու կանչ ես գրանցում այնը միանգամից ասում է Armenian Helicopters-ին Armenian Helicopters բանը ոնց որ ուղղաթիռի մեջ գալիս են այնի անձնակազմը Armenian Helicopters-ի պիլոտը ուղևորվում է այն կետ որտեղ որ դեպքը պատահել է մենք հենց այդ արագածի դեպքը որ եղավ որ մի հոգի մահացավ Իսպանիայից եթե ճիշտ եմ հիշում բանի մնաց դեպքը հետևյալն էր այնը գալիս է ուզում է բուրաններով արագած գյուղի կողմից ապանի կողմից ուզում է բուրաններով հելի միջև Գագաթ տենց հյուսիսային որ ամիսներ նոր եթե ծմռան վերջեր չէ եւ ոնց որ փետրվար մարտ որովհետեւ ամենալավին ապաստնի սեզոնն է դա արագածի էլի երբ որ կլիմաները տաքուսարն արդեն լինում արդեն լավինաները սկսում են փոկվել այնը ես այդտեղ չեմ եղել բայց մի խոսքով սա անձնակազմի հետ շփվել եմ այդ թեմաներով լավ տիրապետում եմ այնը սկզբից ուզեցել է ոնց որ բուրաններով հելնի հետո չի ստացվել իջել են մի խոսքով մի կեժամ ինչ որ բան ուշացում ենք ունեցել որից հետո հասկացել են որ վсё-таки պետքա մեզ ուղաթիռ իսկ այդ կեժամ կասկածի տակ չդնեմ իրենց աշխատանքը բայց կարող է փրկվել այդ մարդը կարող չէ ինչևից է դրա համար ես ուզում եմ ոնց որ բոլորը իմանան որ Աստված չանի հայտնվում են տենց սիտուացիայում որտեղ որ իրոքից գիտակցեն որ ուղաթիռ է պետք ու երբ որ կանչ գրանցեն 911 անպայման շեշտեն որ այլ ընտրանք ճանապարհ այնի աշխատակիցները չփնտրեն դե կարող է իրանք փորձեն չգիտեմ ինչ որ իրանց տեխնիկաներից մեկով բայց եթե դու ավելի լավ այդ սարերից ռելեֆից տեղակ ես հասկանում ես որովհետև ոչ մի տեխնիկա չի ելնի կամ պետքա ոտով 8 ժամ հելնես կամ վերտալյոտով արագ ուրեմն մի քանի անգամ պետքա շեշտել որ ինձ պետքա ուղղաթիռային օգնություն որպեսզի ավելի արագ արձագանք են էլի հասկացա ես կտեղյակ եք այդ օրինակ iPhone-ների Apple Watch-ի վրա այդ SOS ծառայությունը որ կա որ միանգամից Sputnik-ի հետ կապը հաստատում ու տեղը ուղարկում է եթե կապ չկա այդ Հայաստանում աշխատում է մեր AI-ը ունի այդ սերվիսը Լուսի, ես լսել եմ դրա մասին, բայց չգիտեմ։ Բայց ձեր մոտ Ամերիկան լավ աշխատում, հա, օրինակ ես մի քանի ամիս առաջ Yosemite hiking էին գնացել, այնտեղ iPhone-ի վրա այդ ծառայությունը միանգամից ակտիվացա, որ կարաս մեսեջ ուղարկես, որտեղ բան կապ չկա, տեղը տանտառների մեջ։ Ես ասում կարելի է հետի նենց անել, որ ինքը լրիվ կպնի ու աշխատի, էլ single-ն են սաղ, որ դու սոսանես ու իրոքից գնա։ Այնքը միանգամից ոնց որ քո կոորդինատները ուղարկում է, որ քեզ կարողանան հեշտ փրկեն։ Շատ լավ Yosemite ելել։ 2 ամիս առաջ։ Ուղիչը զանգեր։ Տանեշ կորցնեշ ես քեզ քո հետաքրքրություններից վախենում եմ Ինչ արեցիք Yosemite-ին հայք արեցինք բարձրացանք այդ ջրվեժների վերևը Yosemite-ի վերև հա թրջվեցինք իջանք շատ ֆանտաստիկ տեղ էր իմ կարծիքով աշխարհի ամենասիրուն տեղերից մեկն է Շվեյցարիայի Ալպերից լավն էր իմ համար։ Էլ ուր գնացիր։ Դե բանը Sequoia Park գնացինք։ Դե մենք ընկերներով բան ենք անում, տարին մի անգամ գոնե փորձում ենք road trip անենք, այդ մեքենաներով ֆրանկ Ամերիկա, հլա դեռ Կալիֆոռնիան չենք բրծել, երբ անգամ արել ենք արդեն։ 4 անգամ իմ հետ։ Հարց չկա։ Գրենք հոկտեմբերին ամենայն հավանականությամբ կուզենանք միտեղ գնանք, անցած տարի բան էինք գնացել Big Sur մեկ էլ բան այդ կոմերը Սան Ֆրանցիսկո Big Sur այդ կոմերն էին գնացել, այս տարի գնացինք Sequoia Park-ը, մեկ է Yosemite-ին, ֆանտաստիկ բնություն է այդ Կալիֆոռնիայում, ես Կալիֆոռնիա չի եղել, ես կենտրոնական Ամերիկայում եմ շատ եղել դե Կենտրոնական? Հա, Միզուրի, Կոլորադո, Յուտա։ Այրի ձեռու։ Քյարթու տեղերը, հա։ Ես գտածի առաջ անգամ սնոուբորդ 2006 թվականին Կոլորադոյում եմ քշել։ Ո՞վ դե սաղ վրես կապտուկ է։ Բայց տեսել եմ այնտեղ շատ լավ ռեզորտներ կան։ Շատ սիրուն էր։ Ընդհանրապես օրինակ ամերիկան մարդիկ մի քիչ ուր ձև են պատկերացնում, բայց իմ համար օրինակ Ամերիկայի ամենասիրուն կողմերից մեկը հենց իր բնությունն է։ Ու ինչքան տարբեր է, որտեվ ահռելի երկիր է, շատ տարբեր է։ Դենվեր էի գնացել։
Դենվեր չեմ եղել, չէ։ Կոլորադո որ կումներ։ Այ չեմ հիշեր 2006 TV-ն եմ եղել Կոլորադոյում։ Հա։ Մի քանի քաղաք գնացել ենք, այնտեղ ռեզորտ կար, որտեղ հատուկ մեր ծաղկաձորի նման պրոստը եղնիկների կողքներս ֆրֆռում էին։ Այդ Դենվերը հավես տեղա։ չէ, Դենվեր չեմ եղել, մեծ քաղաքում չեմ եղել։ Ընդ բանը, ընդ իրանց այդ բանը capital ոնց են ասում capital building-ը, մայրաքաղաքի այդ շենքը, ինչ են ասում։ Հայերեն չգիտեմ։ Ազգային ժողով։ Ազգային ժողովի շենքը։ Ազգային ժողովի շենքում ընդ բան էին կարել։ Գնացի նայեմ, բան, մեկ էտենամ հայկական խաչքար է դրած։ Դենվեր։ Տուֆից, հա, այդ որոշ խաչքար անգեն մոտիկացա, տենամ բան, dedicated to հայերին, էլի, հայերին են բանալ է, ասի, հայերը ստել հայկա էլի, բալ։ Դե Ամերիկայի համար բոլոր նահանգներում հայեր կան։ Դե ամենաշատը իհարկե Կալիֆոռնիայում են, բայց Դենվերում մենակ ես մի երկու ընտանիք գիտեմ, ես սովորել եմ Սենթ Լուիսում օրինակ ընդդեղի հայերին շատ լավ դիմավորեցին։ Հիմա կստացի բանն էլ Լևոնը մեր չեմպիոնը շախմատի Սենթ Լուիսում ապրում։ Արոնյանը։ Ոնց է Central America մեջ ծրագրով գնացել է սովորել, ես չի ընտրում որտեղ պետք է գնամ։ Ջայլեր, հա, ծրագիր 17 ծրագիր ուղարկեց։ Ինչ ես ասում։ Ահա։ 17 տարեկանում Ամերիկա ես սովորել, student exchange երևի, հա։ Հա, ամերիկյան ընտանիքում եմ ապրել։ Քանի տարի։ Մի տարի։ Ուր։ Եղել եմ քյարթու Ամերիկան, որ ամեն կիրակի գնում են եկեղեցի։ Հա, շատ պահպանողական բաներ։ Դու ես էլի էքստրեմի ժողովուրդ։ Մենակով գնացել։ Ես միջև մի զարմանում եմ ոնց մերոնք համաձայնվեցին այն ժամանակ ծամիսում եք։ Տարեք մերերը խունա, տարեք մենակ։ Չելսի ես շատ եմ ոդկասթում այդ պատմել իմ կյանքի երևի ամենակարևոր փորձառություններից է, որտեղ երբ որ դու փոքր տարիքում մի քանի մշակույթի կարողանում ես ծանոթանալ, այդ քեզ ստիպում է մի քիչ ավելի լայն նայես տարբեր հարցերի։ Իսկ մենակ մի երկիր ես գնացել այդ student exchange-ի։ Հա, ճանաք մենակ Ամերիկա եմ գնացել։ Ու 17 տարեկան էր, որ գնացիր ընդ ես որ գնացի Ամերիկա 12 տարեկանում, ես գիտեի Հայաստանը աշխարհի կենտրոնն է, սաղ գիտեն։ Հետաքրքիր է 17 տարեկան որ գնացիր Ամերիկա։ Ասացիր սա հայ են տենալուս Ես ասում եմ Արմենիա, առաջի բան ասում եմ ոտ Ռումինիա, Ալբանիա կամ էլ Ռումինիա ու բանը դպրոցում մի հատ դասատուն էինք պատմության, որ շատ լավ գիտեր Հայաստանը, որտեվ համալսարան ուսումնասիրել էր հայկական ցեղասպանությունը ու մի քանի երեխա ունեինք դպրոցում, որ պատմությունից լավ էին ու Հայաստանը գիտեին հիմնական բան ցեղասպանությունից։ Մեկը այդ Տիգրան մեծ այդ պատմությունը որ ուսումնասիրել էին, գիտեն որ ժամանակին Հայաստանը շատ մեծ ա եղել, հետո տարբեր երկրների տիրապետության տակ Օսմանյան կայսրության ժամանակ ցեղասպանության մասին տեղյակ էին, նեն չի որ տեղյակ չէին, էլի կային մարդիկ, որ կրթված մարդիկ գիտեին Հայաստանի մասին։ Բայց հետաքրքրությունը է նա, որ դու քեզ թվում է սա Հայաստանը գիտեն, չէ՞, դու հա դե այդպես գնում ես զարմանում ես։ Կամած Հայաստանը փոքրանում է։ Այդ օրինակ բան է, ամերիկացիք են, չի ասում humbling experience, շատ ոնց որ գնում ես, սկսում ես քո մասին պատմես ու հասկանում ես, որ աշխարհի մեծամասնությունը քո մասին, քո երկրի մասին, քո ազգի մասին չէր լսել, ու այդ հա ոնց որ տենց մի քիչ սկսում ես ուրիշ ձև ընկալես։ Բայց ինձ թվում է այդ ամենահավես բանը է նա, որ հայելի մենք փոքր ենք, չէ՞, շատ փոքր աշխարհում չեն տենում, բայց ինչքան ճանաչված մարդիկ ունենք հայ։ Ուսի Հայաստան տաղանդի բայց ինչ մի բան կա էլի մեր մեջ, մի բան կա որ ես գիտես ոնց է ասում, որ ասում են հայերով, ես մի բան System of a Down։ Ասում John System of a Down շատ ենք սիրում։ System of a Down-ը ժամանակ իր պիկիներ Ամերիկայում ու համարյա բոլորը գիտեն, այտենց շատ հայտնի էր այն ժամանակ ինքը։ Ու այտենց որ երրորդ երբ որ անցնում էր այդ ծրագրին, դեռ էսսեյ էր գրում քո հետաքրքրությունների մասին, ինչ էր բան, ես այտենց գրել էի, որ ահա որ շատ System of a Down եմ սիրում, այդ ընտանիքը որ ինձ ընտրել էր, որ այդ ընտանիքը որտեղ պետքա գնայի ապրել, այդ ընտանիքի տղեն էր Quentin-ը, System-ի մեծ ֆանատ էր ու այտենց միշտ մյուզիկից իրար հետ շատ էինք խոսում։ Տեսար ես վերջի համերգի իրանց Որտեղի։ Ֆրանսիայի։ Հա, ֆանտաստիկ էր։ Ֆանտաստիկ էր շատ։ Դե System-ի համերգները շատ ուրախացան։
Իրականը Ռաֆը հետա հիմա ուզում եմ սիստեմական բենդ Ին բանդան եմ սարքում։ Բանը, արի հետ գնանք հիմա 90-ական թվականներ, հայկական, вообще 90-ից առաջ, հայկական կուլտուրան ու էքստրիմ, ասենք, աշխարհը։ Այն օրը որ վազում էի այն ո՞նց է լիճը, Երևան լիճի մոտով, ասես բանա դրած, հին նկարներ էր դրած։ Վազում էի ու տենում էի այդ լճի մեջ մարդիկ լիքը նավեր կային այդ լճի մեջ։ Հետո գնացի տեսամ ինչ որ հին պարաշուտի բան կար ընդ դրած, որ ասես մարդկանց պարաշուտով գցում էին փեդից սարկած, հետաքրքիր նկարներ է հին Երևանի մասին։ Ու տեսամ մի քիչ հետ գնացի, հասկացա որ Երևանը вообще էքստրիմ հայերը շատ են եղել ժամանակին։ Հետո այդ հեղափոխությունից հետո Հայաստանը անկախացավ, ոնց որ այդ դաժե ես գտնում եմ պատերազմը հաղթարել են հենց այդ էներգիայով մարդիկ, որտեվ մարդու ուղեղը ինքը լրիվ ուրիշ ճկուն է սարքում։ Դու էլ ես ինչքան ասես էքստրիմ, դու էլ ես էքստրիմի մեջ, որտեվ սարեր ես հելնում ու ահագին վազում ես։ Ինչքան մարդ գիտես, մենք որ մեծանում ենք 90-ական թվականներին, դա ամոթ էր համարվում հելել վազելը դուսը, չէ, ամոթ էր հեծանիվ քշելը, մեծերի համար։ 2000-ականներին տնտեսիկս որ գիտեին գարաժից գարաժ բան, ասում էին ինչ ապուշ բաներ ես անում, էլի խելոք բնա, բայց հետո հասկացանք որ չէ։ Ուժեղ, հետո պարաշուտիստներ вообще ընթանում է էքստրիմ ուժեղ մարդիկ, իրանք ինժեներներ են, բժիշկներ են, որտեվ ձեր գործը շատ ճնշումով գործ է։ Դե դաժե ոդկաստ է, առաջի անգամ եմ ստե, իմ համար ճնշում եմ զգում, բայց ինձ դուր է գալի այդ ճնշումը։ Քո համար էլ է կարող պարաշուտը թարգես ոդկաստ անես։ Այդ էներգիան մենեջ անելու համար, որ այն մենեջ ես անում էներգիան, պետք է ինչ-որ մի բան անես, չէ՞, քո այդ ոնց որ այդ էներգիան բաց թողես, որ կարողանաս թազա էներգիա բերես։ Դե հա, պետք է ինձ թվում է բանը, ես տես թեզ ունեմ, որ մարդիկ 30-ից հետո ինչ որ հետաքրքրություն պետք է անպայման գտնեն իրենց համար, բացի գործը ու իրենց նպատակները, որտեվ դա իր օգնում է նաև հոգեկան աշխարհը ինչ որ առումով ստաբիլանա, որտեվ այսօրվա աշխարհում ստրեսը շատ է, պահանջմունքները շատ է, համեմատելը շատ է, դու ինչ որ մի բան պետք է գտնես, որը քո համար է, սովորաբար սպորտը, կլինի դա էքստրիմ սպորտ, թե սովորական սպորտ, ամենալավ տարբերակներից մեկն է, որտեվ մտնելը դժվար չի, ստաբիլ պահելը էլի հնարավոր է ու նաև ժամանակը, որ այդ քո համար է ու ինքը լավ կախվածություն է, կապ չունի, ջիմ ես գնում, սար ես բարձրանում, վազում ես, հեծանիվ ես քշում, սնոուբորդ ես քշում, չգիտեմ, պարապլանից ես թռնում, այդ այն բաներն է, որ մեզ ինչ որ չափով տալիս է էներգիա, երջանկություն ու նաև հոգեկանի վրա լավ դրական ազդեցություն ունենում, որտեղ օրինակ չգիտեմ, ես վազելուց լիքը հարցեր պատասխաններ ստանում եմ։ Ես էդի կստացի քեզանից էլ սովորել եմ, գիտես չէ։ Իմ այդ կյանքում շատ դժվար շրջան էր, այսպես նոր ամուսնա լուծվել, բան մի խոսքով sense երկար մի հատ ինչ որ դրամաների մեջ էի ու այնց այդ վազելը ինքս այդ մենակ մնալը Էդի ինձ ընենց հեշտ է անել այդ սիտուացիայից ու ինչքան էլ ես այդ ժամանակ էլի էքստրեմալ սպորտներ կա որ դու կարող բայց այդտեղ դու պետք է ֆոկուս լինես քո ռեակցիաների վրա որովհետև այդտեղ մի քիչ վտանգը կյանքի ռիսկը բան sense սախ այդ շերքի վրա բայց վազելուց մենակ եթե Երևանի կենտրոնում վազում ես այդ էլի էքստրեմալ է բայց մեռնելու ռիսկը քիչ է հետո Երևանի կենտրոնում ոնց որ օծնել մի քիչ այնքան բան չի մենք Բան, մի անգամ ես հանդիպել եմ քեզ Նաբերեժնիում, այդտեղ ես եմ հիմնականում այդտեղ վազելուց, այսօր չես չնաս գլուխ եմ լավում։ Բզուգյոլի մասին մի հատ լավ բան կա, թազա update կա, գիտես որ երիտասարդների գյոլա ստեղծվում, բան։ Չէ, պատմի դու շուտ ես, չէ, քաղաքապետան հետ շփվում։ Հա, ես նաև բանը քաղաքապետին կից երիտասարդների խորհրդից եմ ու տենց հետաքրքիր խորհուրդը առասարակ նրա մասին է որ քաղաքի ու քաղաքացիների համար ինչ որ նոր պրոյեկտներ, նոր երիտասարդական շունչ, որը որ կծառայի քաղաքացիներին ու քաղաքին։ Տարբեր հետաքրքիր բաներ կա, բանը Կառլենն էլ գիտես մեր ոչ ոք, հա, մի խոսքով Կառլենը вообще այդ ինչ էր տեսը, այդ ինչ էր մի օր պրոստը կամ չգիտեմ։ Նես բաներ ա նկատում, որ դու իր Instagram-ը որ նայում ես, արդեն տենում ես էլի ինքը ինչ աշկ ունի։ Մի խոսքով մեր ընկերը
որոշել էր, որ Երևանում օքեյ, ոնց որ սուս գովազդի բաները, Վահանակները։ հա, այդ վահանակները նորմալիզացվում են արդեն, բայց մտնում ես մետրո, միտեղ գրած է Xerox, միտեղ գրած է, չգիտեմ, в общем, ամեն մեկը տարբեր Խառը հա, ֆոնտերով, չէ։ խառը ֆոնտերով, չնորմալիզացրած, չհամաձայնած, ով ինչ ուզե արել է։ В общем, Կարենը այդ հարցը բարձրացրեց ու սենց գնացեց, սա կայարանները ֆրացե, նկարել էր ու սենց շատ կայֆ պրեզենտացիա ոշում ներկայացրեց քաղաքապետին ու հաջորդ օրը հենց ընթաց ստացավ, որ հիմա մետրոն ռադիկալ փոփոխության է ենթարկվել։ Վիզուալ։ Հա։ Շատ լավ։ Այո, իսկ այդ բանը երիտասարդների գյոլը։ Էդի քեզ էլ ինձ թվում է շատ կետաքրքրի, ինքը դեպի Դավիթ Հաշենի մոստի կողմ, հիմա Ֆլորենսի մոտից ամեն շաբաթ-կիրակի փակում է, չէ՞, մինչև առավոտը 6-ից երեկոյան Ահա 11-ը։ Էդի մեր բան ամենասիրած ժամերն։ Լսի առաջ մարդ չէր գալի այդտեղ, որ նոր փակեցին, բայց հիմա պաղելա ձևափոխվել, որովհետև հիմա որ վազում ենք, տեսնում ենք, որ առավոտվա ժամերին շատ մարդ չկա, բայց ցերեկները, երեկոները արդեն մարդիկ ընտանիքներով գալիս են քայլելու, սամակատ քշելու, հեծանիվ քշելու, արդեն ոչ միայն սպորտսմեններն են գալի այդտեղ, այլ սովորական մարդիկ շաբաթ-կիրակի իջնում են այդտեղ քայլելու, որովհետև փակ է, մեքենա չկա ու շատ հաճելի է, ծառեր, Բնություն, գետ, ջուր, գետ, բաների շատ լավ է։ Ու նաև ինձ դուր է գալի, որ մարդկանց ժամանցի ֆորմատներն էլ է փոխվել։ Այն խորոված քյաբաբ վիճակները դարել է ավելի մի քիչ ուրիշ առողջությանը հետևեն, օքեյ, թող երկու հատ թեթև յոգուրտ ու պեչենի վերցնեն, պիկնիկ անեն, դա ավելի լավ ինձ թվում է տարբերակ է, քան այդ խորոված քյաբաբը նաբերեժնի։ Մի խոսքով, այտենց ու այդ Դավիթ Հաշենի մոստ չասած, այդտեղ բան կա, ասես չրիկ, վադապատ, ոչ էլի տեսել ենք մի քանի հատ, ասես լիքը կա։ Դրանցից մեկում հիմա կենտրոնը քաղաքապետարանը ստեղծում, հենց սպորտային, որտեղ այդ ստորակետի արած են պրոյեկտի մասին, հա, խոսքը, որ արդեն փակել են հիմա։ Հա, հիմա արդեն սկսել են աշխատանքները, այո։ Մի խոսքով ու ինքը լինելու է համ վազորդների համար սպորտային կենտրոն, համ հեծանվորդների համար սպորտային կենտրոն ու մի հատ շատ լավ բան ենք նաև հիմա ընթացքի մեջ է, բայց քաղաքապետի մոտ կողմից հաստատվել ու արդեն սկսում ենք ոնց որ աշխատանքները սերֆինգի զոնա ենք սարքում հենց գետի վրա, այո։ Առասարակ աշխարհում կա տենց մի քանի սփոթ, որ ինքը նախ շատ eco-friendly է, то есть դու չես օգտագործում ոչ մի ինչ որ մոտոր, շարժիչ, հոսանք, բան, օգտագործում ես բնական գետի հոսքը, իր ոնց որ հոսքը ճիշտ ուղղությամբ տալիս ես, մի հատ ինֆրաստրուկտուրա է սարքում, որ ճիշտ ալիք լինի, ու իր վրա հնարավոր է սերֆ անել։ Ու ես ավոր տենց ողջորված եմ այդ մասով, որովհետև ինքը լինել նախ Երևանում սերֆինգ, երկրորդը հենց այդ սպորտային կենտրոնում, որտեղ որ մարդիկ են սպորտի շուրջ են հավաքվել, իմ համար դա շատ կարևոր լավ պրոյեկտ է, էլի, ու հեսա սեպտեմբեր ամսին կգան կառուցապատող մեր գործընկերները, պետք է ամբողջ Հրազդան գետը ինչ որ սենսորներ դնեն, հասկանան ըստ սեզոնայնության իր բարձր ցածր լինելը, տեմպը, հոսքը եւ այլն, ու արդեն գնանք շինարարության։ Բայց այդտեղ մի հատ մեծ պրոյեկտ է, չէ՞ լինելու, որ ընդհանուր սա Հրազդանով մինչև Դավթաշենից մինչև այդ Մերիդիանի կողմ բան ալնելու, վազելու մեկի հեծանիվի դարոշկեք։ Էդի ես տեսել եմ, բայց ես չգիտեմ, էդի հաստատվել է, թե ինքը պրոստը ինչ որ տենց բան մոկապ է կամ ինչ որ է, բայց պրոստը տեսել եմ, չգիտեմ ինչ ընթացքի մեջ է, բայց այս նոր կենտրոնը որ կա, ինքը արդեն կառուցման փուլում է, էլի։ Հա, արդեն փակել են։ Հա։ Բայց գործ չեն անում։ Հա, գործի, մերսի։ Սուտ փակել են։ Կամ այն ժամին, որ մենք ենք վազում, մարդ չենք տեսնում, կարող է դա։ Եթե առավոտ 6-ին եք վազում, 6:30-ից։ Հա, դե շինարարությունը հիմնական 8-ից 9-ից նոր սկսում են, էլի։ Հա, դե ուրեմն մենք չենք տեսնում, մարդկանց վրա սղալ բոշկա չկա։ Չէ, ես բարբերաբար բայց այնտեղ գնում եմ, տարածքներում եմ, ոնց որ տենց աշխատանք անում են։ Բայց ինչի համար է ես սա ասում, առասարակ այդ Նաբերեժի Հրազդան գետի տարածքը շատ լավ տարածք է, ինքը Երևանում նախ մաքուրոտ, երկրորդը այդ գետը ու սենց քաղաքից դուրս քաղաքի ներսում վիճակը կա, ու լիքը մարդ տենց քիչ է օգտվում այդ տարածքից, ինֆրաստրուկտուրա ուներ շատ երկար ժամանակ, որտեղ այդտեղ բաներ էր կատարում, որ այդքան է տենց հաճելի չի, այնտեղ կետեր կային, որ դարել էր հանրային զուգարան, ու հլա դեռ մարդիկ օգտագործում են դա, բայց պետք է այդ ամեն ինչը փոխվի էլի իմ կարծիքով, ավելի շատ ուշադրություն պետք է դարձվի, որովհետև Երևանի երևի ամենահաճելի տեղերից մեկն է, որ մի քանի
գիշերն չգիտեմ, այդտեղ նորմալ բարեկարգվի, նենց տեղա որ մարդիկ երեկոներ իջնելու են, այդտեղ քայլեն։ Ժամանակ անցկացնել, ոչ թե մենակ գնան ինչ որ քյարթ օբյեկտներ, քո ասած խորոված քեբաբի հետևից, այլ գնալու են ավելի որակով ժամանակ անցկացնել։ Այո։ Ու ոնց որ այդ տարածքը ուշադրություն ասա դարձնել։ հա այդ տարածքը առասարակ ինքը իմ անկության հետ շատ ուղիղ կապ ունի, դու ասում պարկուր բան էինք անում Համալիր Թումանյանի այգի, դե վերջում սենց ինչ որ քրտնած բանման, սենց գնում էինք նավերեժնի լողանալու։ Այնտեղ տենց շրիկները դեռ սովետական անուններ ունեն, էլի։ Եղել ես այն մի հատ բան կա, որ հենց տակով անցնում ես։ Այդ դրա անունը Անանիկ է։ Անանիկ։ Հա, նու սովետական անուններ է, էլի։ Պոպուլյար է դառել ռուս բլոգերների օգնությամբ։ Հա, ես այդ А вы знаете, что Ереван? А вы знали, что в Ереване открыли, оригинально открыто, это еще утванитка. Есть скрытое место, называется Каскад. Ու տենց բանը, կարան մի 20 հատ ավիզնալի նկարեն ամեն չրիկի անունով։ Մի խոսքով, տենց ու իմ անկության տենց հիշողություններ էլ կա այդտեղ։ Դեռ գիտես ինչ է եղել այնտեղ։ Կոշիկներ էին գողանում։ Մենք մտնում էինք ջուրը, հելում ենք, տենում ենք մեր կոշիկը մի անգամ դեպք ա եղել, փոքր երեխա էինք էլի, մի 10-12 տարեկան։ Մտնում ենք ջուրը, հելում ենք, տենում ենք մեր կոշիկը չկա, գնում ենք մի ճուռիկ ներքև, տենում ենք ուրիշի ակնա մեր կոշիկը։ Հիմա ավելի լավ։ Ու բանը այդ ճռիկը որ կա, այդտեղի բասեինը մարդիկ ովքեր այդտեղ ստաբիլ սպորտով զբաղվում են, իրանք իրանց միջոցներով մարդավարի սարքեցին, այսօր լիքը բանի մասին էս Բիձեքի գոլի Բիձեքի գոլը, հա, Բիձեքի գոլը անցած տարի շատ լավ սարքեցին այն մարդիկ, ովքեր այդտեղ պարապում են ու այդ կարևոր է նշել, որ այդտեղ համայնք է ձևավորվել մարդկանց, ովքեր սպորտով են զբաղվում ու իրանք այդ տարածքը շատ լավ հետևում են, շատ լավ են հետևում, ասինքն պետք չէ այդտեղ ոչ քաղաքապետարան, ոչ մի պետություն, այդ մարդիկ համայնք ձևավորեցին ու այդ տարածքը սկսեցին հետևեն, որ այսօր մենք բոլորս գնում վայելում ենք, վազում ենք, մտնում ենք այդ սարը։ Ու հենց իրենց inside ինչ որ կանոններ կա, որ պետքա պահես, բան շատ կանոններ է պահես, որտեվ իրանք անձնական էներգիա, ֆինանս ներդրել են, որ տարածքը սարքեն մարդավարի տարածք, որ երեխեքը գան պարապեն, իրանք պարապեն ու շատ մարդիկ այդ տարածքը վայելեն ու մենք է պարտավոր ենք այդ կանոնները պահենք։ Հա, բայց եթե ճիշտ գիտեմ, ոնց որ նախորդ տարի էր կենտրոնի թաղապետարանը, քանի որ էդի կենտրոնի բանում է, կարծեմ ինչ որ նոր գործիքներ հա, այնտեղ ավելացրեցին որոշ բաներ։ Մի խոսքով լսում են իրանց, եթե ինչ որ բաների կարիք կա, փորձում են, բայց ինքը իր կոլորիտը տենց շատ MBC-ն է, որ սենց ինքնաբուխ պետքա ձևավորվեր ու դառնար այդ Բիձեքի գոլը։ Քաղաքապետարանը եթե օգնի, հաստատ չի խանգարի ու հա, այնտեղ մի քիչ վերևը աղբյուր դրեցին հենց մեր վազողների խնդրանքով։ Որ ամեն անգամ ինչ որ կոտրում են թե ինչ է դա։ Ամեն անգամ որ գողանում են, հա, ավելի լավ։ Մեր ընկերը հորն ասում է, ժողովուրդ պետք գրեք էս բանը, չգիտեմ, նվիրված է ես իմ ում, որ ձեր չտան, թե չէ տենց սիրուն մոդեռն աղբյուր եք սարքի, հա, գողանում են։ Հա, դա բանը, այս վերջերս բայց ձեր չեն տալիս։ Կամերա դրեցին, ու էլ ձեր չեն տալիս։ Դե շատ լավ, շատ լավ։ Ուսում լիքը բաներ տենց մարդկանց մեջ կփոխվի։ Չէ, դե բանը փոխվում է, մարդկանց ապրելակերպն էլ է փոխվում, հետաքրքրություններն էլ է փոխվում, ցանկություններն էլ է փոխվում, նաև ինչ որ մասով դառնում են ավելի պահանջատեր։ Հենց որ այդ շատ լավ է։ Հետո նաև բանը, բայց իմ կարծիքով մեկը դանդաղ։ Հա, դանդաղ շատ։ Բայց անընդհատ ջղայնանում ես ու բողոքում ես ինչ որ բաներից, որովհետև զգում ես որ մի քիչ ավելի հետևական մարդիկ լինեն այն մարդիկ ովքեր դրա համար պատասխանատու են կամ մի քիչ իրանք այդ համայնքի մեջ մտնեին, հասկանային այդ համայնքը ինչի կարիք ունի, կապ չունի այդ սպորտով զբաղվողների կամ ինչ որ թաղերի մասով ավելի արագ ինչ որ փոփոխություններ կարող լինի։ Թե մարդկանց վերաբերմունքն էլ հիմա էքստրեմալ սպորտը ու առասարակ սպորտերի մեծամասնությունը, եթե outdoor սպորտեր են, ուղիղ կապ ունի բնության հետ։ Հա։ Էքստրեմալ սպորտերը, ինչը որ մենք զբաղվում ենք, այդ առավել եւս։ Եթե դու չհարգես բնությանը ու իր այդ չսինխրոնանաս, դու սենց հակառակ ապտակ կստանաս հաստատ բնության կողմից, անհնար է չստանաս, որովհետեւ ես մի քանի անգամ եմ նկատել, որ սենց կոնկրետ բնությունը խոսում է մեր հետ։
ինքը դու չես կարող իր այդ հաշվի չնստես, ինքը ինքան տենց գիգանտ մի հատ համակարգ է, մի հատ ոչմ չգիտեմ, մի հատ չոտկի բառ որ ասեմ, բայց այնքան մի հատ ուժեղ բան է, որ դու չես կարող իրան չհարգես, եթե իրանից օգտվում ես առավել եւս։ Ու երևի թե էքստրեմալ սպորտը լավագույն միջոցն են բնության հետ սինխրոնանալու ու իրան հարգելու ու իրանից օգտվելու։ Տեսել եմ դու ձեր բանը ոնց է network-ը long LLL-ը Lifelong learners-ը, հա։ դուք էլ համայնք եք ձևավորել, էլի դու զգացել ես որ ինչ որ արշավական խումբերը, որոնք որ ձևավորվել են, իրանց մեջ այդ ինքնաբուխ ստեղծվել այն վիճակը, որ սարում դաժի մի հատ պլաստիկ տանում են, հետները վերցնում են, Հա, հա, էդի շատ կայֆ է։ անցած տարի կամ նախանցած տարի որ Մոնտեն լիժա քշելուց արագացում տենց աննորմալ քանակությամբ աղբեր գտե որ այդ տեղի օբյեկտներից մեկն էր, չէ՞ թափում։ Դե էդի вообще քրոնիկ արագացում շուտվանից կա ու այդ աղբը մի տարվա, երկու տարվա աղբ չի։ Դե Արագացի վիդեոները նայեցիք ներվայնությունից տեղը հա, չէ, պրոստը տարիներով մի քանի տասնյակ տարվա ինքը կուտակված աղբ է։ Այդ խաշանոցը вообще թյուրիմացություն է առհասարակ արագացի գագաթում, այտենց վաց է։ Ու ես вообще ամենաշատը զարմացած եմ, դե այն տարիներին բարձր ինչ որ կոռուպցիա, անսենց վիճակներով սեփականաշնորհել են սարի վրա մի հատ մեծ հատված։ Էդի ահավոր է։ Հիմա ես տենում եմ ինչ որ բայց դա հանրային շահ չի կարա ճանաչել։ Հենց այդ է գերակա շահով կարան վերցնեն, այո։ Ես ոնց որ մաքսիմալ այդ թեման փուշանում եմ, որ ինչքան հնարավոր շուտ վերցնեն պետությանը այդ տարածքը։ Բայց իրավաբանորեն հասկանում ես, էլի լիքը process-ներ կա, ոչ ես եմ շատ լավ հասկանում, ոչ դու, բայց ոնց որ եթե թղթով այդ մարդու կադաստրի վկայականը իրանն է, մի քիչ դժվարանում է process-ը, էլի։ Բայց այդ տասնյակ տարիների կուտակված աղբը խոսում է նրա մասին, որ մարդը իր էությամբ էլ է կեղտոտ։ Ես չգիտեմ ով է սեփականատերը, բայց եթե դու բնությունից օգտվում ես ու դու հենց քո քթի տակ կեղտոտում ես, հենց իր օբյեկտի սենց մի 20 մետր այնկոմ, սենց մի հատ սովետաշենից մի հատ փոքր ինչ որ ավելի բան։ Նայում ես ոսպես դելա, հա, ու մեծամասամբ այնտեղ դե չես կարա, ասենք նախ գործունեություն դու ես ծավալում, քո հիմնական վիզիտկեն խաշ տալն է, սա գիտենք որ լիքը մարդ գնում արագած խաշ ուտելու, չնայած հիմա այդքան լիքը չեն։ Այդպես, բայց գնում են խաշ ուտելու, նայում ես այդ զիվիլանոցը, սա խաշի ինչ որ ոսկորներ, բան, սենց, այսինքն ուրիշը չի բերել ցե, էլի դու ես արել։ Ում պատասխանատու եղի թող արածի համար։ Պրոստը պետք է մարդ ով որ բարձրացնեն, ես ցավում եմ որ ինչ որ մեկ է եղել է մարդը որ այդտեղ օրինակ լիժա քշե կամ հայքինգ արե, տեսել է արձագանքել է, այլ ոչ օրինակ պետական պահպանող ինչ որ ծառայությունները չեն ֆիքսել կամ հավանականություն կա ֆիքսել են, պրոստը չեն շարժվել տեղից։ Բայց սենց բան ունենք, չէ, որ ինչ որ մեկը պետք է բարձր գոռա, հետո տարածվի նոր արձագանքի։ Հիմա տենց է դարել ու ստիպված ենք սաղաս մեր մասով տենց խնդիրներ տենալուց արձանագրենք։ Օրինակ մեր լսողներից համոզված եմ շատ մարդիկ գնում են սարեր կամ ինչ որ տեղեր ու եթե տեսնում եք աղբ կուտակված, խնդրում եմ նկարեք գցեք ինձ այդ հագ արեք, ես կտարածեմ։ Լուրջ եմ ասում, եկեք փորձենք այդ հարցը տենց լուծենք։ Ոնց հասկանում եմ, երբ որ բարձրաձայնվում է, շատ մարդ է տենում, հարցը լուծվում է։ Համակարգային լուծում չեն տալի, գոնե փորձենք տենց անենք։ Ժող լուրջ եմ ասում, եթե լսում եք, գնում եք սար կամ ինչ-որ մի տեղ աղբ եք տենում, նկարեք, ինձ թագ արեք, ես ռիշեր կանեմ, շատ մարդ կտեսնի։ Այո, ու ձեր հերթին, եթե ունեք տարողություն, որտեղ որ կարաք վերցնեք ու ձերեք իջացնեք այդ աղբը, անպայման վերցրեք, անկախնայից այդ մարդը ով է եղել, ոնց է գցել, ոնց հայտնվել այդ աղբը, բայց ոնց որ ձեր մասով այդ պահպանողականը բնություն հարգելը ու չախտոտելը դա պետքա պահել, որովհետև սենց որ շարունակվի կաղա մի քանի 100 տարի հետո շատ վատ լինի մեր բնության վիճակը։ Մի քանի 100 չէ կարող։ Երեք ազատի ջրամբարում էի, ընկերոջս հետ գնացել էինք ջրային սպորտեր, բան տենց ոնց որ կիրակ էինք անում։ Նար չես պատկերացնում ինչքան աղբար։ Ու սենց աղբիկողը մենք այդ կողմը շուշուտ քշում ենք։ Ես շատ լավ աղբիկողը, մենք գնացել ենք հենց ջուրը, աղբիկողը սենց ավտոա պալատկայա բան սենց ու գիտես ինչն է բանը, որ մեքենան կանգնած է, իր կողքը սենց որ 5 մետր շարավողով սենց մաքուր պլպլում է, մի հատ 5 մետր են կողմ սենց կուտակված աղբա, դա իր հետ վեճը չի вообще։ Դե մյուս անգամ որ գնաս նկարեցի։ Հա, պայման։ Ու ոչ ոմ էլի
Ազատը առասարակ вообще ինքը ինքան մեծ պոտենցիալ ունի, բայց էլի նենց կեղտոտ ինչ որ sense անխիթար վիճակներ, որ անկեղծ լացս գալիս է մեկ որ տես բաներ տանում։ Այս բզեզը սախ Այլ պոդքասթին սաղորս ինչ որ լավել ենք այս բանի մոծակետը։ սախ Իրան էլ է պոդքասթին հետաքրքիր էքստրեմալ թեմաները։ Կուլտուրան զարգանում է էքստրեմի Հայաստանում շատ է զարգանում ու դա բերելու է իր այդ մաքրություն, մարդիկ սիրելու են, հարգելու են բնությունը ու մենք իրար նայելու ենք, հիմա ասենք տենաս մեկը աղբակցում, կարաս խոսես հանգիստ վրան, մի ամաչի ու իմացի քո այդ լիքը մարդ կա կայնած, եթե նեղվեն։ Ինչ լավ է, որ մեր ազգում դուխ է ավելանում։ հա Դու ամեն մեկս մի բան ավելացնում ենք ու ես ոնց է մեկս մի բան տենում ենք, որ էլի հայ է անում, չէ, ասենք դու վազում ես, եթե ես ամաչում եմ, հոպ, նարեկը վազում է, էլ չեմ ամաչում, ես էլ եմ ուզում նարեկի նման վազեմ։ Սնոուբորդը քշում Արտուրը, հոպ, ես էլ եմ ուզում սնոուբորդ քշեմ։ Ասենք պարաշուտն էլ մարդը տենում են, ասում են հայա, անում է, ուրեմն մենք է կարանք անենք։ Ես շատերից եմ լսում, որ ուժեղ պարաշուտիստներ ենք ունեցել աշխարհում ու հիմա էլ ունենք, որ համոզում եմ գան Հայաստան, մերը թռնեն, մեր մեջ լիքը տաղանդներ կա։ Ասենք Red Bull չէ, Մայք Գուլյանը, եթե տեսել ես են ուժեղ սամալյոտները, որ ստրյուկներ են անում, ինքը աշխարհի ամենաուժեղ պիլոտն է դրա։ Մայք Գուլյան։ ԱՄՆ-ում է բնակվում։ Մի օր գրեցի ասիդիկ սովորցնես։ Instagram պատասխանեց, ասեց հա, ապա։ Բայց լիքը տես տաղանդներ ունենք հայ, որը որ կամած գալիս են Հայաստան, իրանց ներդրումներն են անում, տարբեր բռնագավառներից գալիս են Հայաստան ու ինձ ինձ հաճույք է տալի, որ դու ասենք քեզ թվում է Հայաստանը ինչ որ դանդաղ աճում, բայց շատ արագ ինքը առաջ է գնում ու ներսի մարդիկ արդեն իրանք չգիտեմ ինչ միջոցներով արդեն կարող են ավելի բաց տենան, ավելի պարզ տենան, ավելի մեծ տենան ամեն ինչ, էլի։ Դժվար է, որ դու մի փուչիկի մեջ ես, դժվար է դրանից դուրս նայելը։ Հա։ Ու սկսում եմ նկատել, որ մարդկանց մոտ ստացվում է այդ բաց տենալը, այդ ազատ տենալը, որ պետք չի կյանքից էս դրամատիկ նայել, ամեն օր կյանքը դրամատիկ պետք չի նայել, թեթև նայի։ Ինքը լավ է լինելու, ամեն ինչ լավ է լինելու, հանգիստ տեղի։ Ասենք որ ամեն ինչս ծանր նայես, բանը համ շրջապատը դա ծանրանում։ Խի, ինչի համար։ Արդեն սերիալներն են, ասա դրամատիկական սերիալներ են։ Նայում ես, դες մարդս ես նայում է, բայց մեկը խոսում է դե հետևից, ես չգիտեմ ինչ ասեցի։ Ինքը ինչի սենց ինձ է բան։ Խի, հավայդես։ Խի, սարիսկից բանը, շիզոֆրենիկ են սարքում ջոգում ես ազգին։ Թեթև նայիկ ամեն ինչին։ Էքստրիմը вообще, ես ինչա որ դու էքստրիմը ինչա նշանակում էքստրիմ, ասենք ծայրից ծայր, չէ, անցնում ես այն պատը, որը կոչվում է վախ, այն պատը, որ քո լիմիտն է, դու էդի անցնում ես, էդի կոչվում է էքստրիմ։ Այն մարդիկ, ովքեր այդ պատը հաղթարում են, այդ ճանապարհը ընտրում են, իրանց կողքի մարդկանց էլ են ոնց որ հիվանդացնում։ Ու էդի հանգստություն է քեզ տալի, պետք չի ամեն ինչից բան դատել, ծանր դատել, թեթև ամեն ինչ լինելու է կյանքում։ Մի օր լավ բան է լինելու, մի օր վատ։ Երբ որ վատ օրվա մեջ ես, հիշի, որ ընդ լավ օր է լինելու։ Եթե շատ վատ օր ես ունենում, արի մոտ։ Իրար հետ այդ ժամանակը կանցկացնենք ու կփոխենք։ Քեզ ինչն է ոգևորում մեր ստանդարտ վերջի հարց տան։ Ինձ գիտես ինչա ոգևորում։ Քանի որ լավ բաների մասին խոսացի։ Իմը գիտես ինչա ոգևորում, որ այն մարդիկ այս մեր մոտ գալի թռնում են, իմ մոտ գալի թռնում են, ասում ապեր, երեխուս հետ կարուսել չեմ կարող նստեմ։ Շատ եմ վախում։ Ու այդտես մարդիկ ինձ գիտես ինչ աստիճանի են ուրախացնում, ու ասեմ, արի դե գնում ենք, իրար հետ են գնալու այդ ճանապարհը։ Ես գիտեմ ինքը ինչ է մտածում, ես գիտեմ ինքը ինչ է ապրում։ Ու ոնց որ ես ոնց որ այդ վեր եմ հիշում այդ ապրումները, իրար հետ նստում ենք ու հիմա վերտալյոտը հելնում է, գալիս է մի հատ Armin Helicopters-ի ժողովրդի հետ ծանոթանում, այդ էներգիան ազգում, նստում ենք վերտալյոտի մեջ ու հելնում ենք իրար հետ վերև, հիմա ասեց ասում չեմ հավատում, ես հիմա
դուրը բաց վերտալյոտով թռնում եմ, էտա ուղեղի մեջ ասում էլի ասում։ Ու ես դուրը բացը էքստրա վախ։ բեխերով գիժնա էլի բան։ Ու հելում կայլում եք, ասում եմ հələ դնայ։ Ասում գիտեմ էլի ինչա մտ, ասում արա թռնենք պրծել ենք էլի, ինչքան ես պայլույցից դե։ Բայց այդ մի պահը որ ես իրար հետ այս այդ բնությունն ենք նայում, ինքը ճնշման մեջ է, ու գիտեմ հեսա մի վարքյան հետո այդ ամբողջը սենց հանգստանալու է իր մոտ ու ինքը գնալու է մի հատ աշխարհ, որ իրան ոչ մի բան չի հետաքրքրել։ Ու վերջում գիտեմ, նեղանալու որ պարոշտը բացեցի, էլի, ասում խի բացիր, մի քիչ թող թռներ, բան։ Ու տենց այդ զգացմունքը ուիշնում ենք ներքև, ասում են Ռաֆ, ասում են մերսի քեզ։ Շնորհակալ եմ քեզանից, որ այդ զգացմունքը ինձի տվիր։ Ու այդ վերաբերմունքը, չէ, այդ որ սկզբից իրար հետ վախում ենք, հետո ինքը այդ զգացմունքը զգում է, անցնում է, հետո վերջում գալի փաթաթվում է ինձի, այդ դրա համար ես արժի լաց եմ։ Արտուր իսկ քեզ լսի ինձ ամենաշատը ոգևորում է, որ մարդկանց կյանքում ինչ որ մի հատ փոքր բան ազդեցություն է ունենում մեր բոլորիս քայլերի շնորհիվ լիքը մարդ օրինակ տենում է social media-ում ինչ որ snowboard քշելուց ինձ կամ Ռաֆին պարոշտով թռնելուց ու դրանից ոգևորվում է ես տենց մարդկանց շատ եմ տեսել որ մի 5 տարի առաջ ինչ որ բան հարցրել ինձ օրինակ ինչ snowboard խորհուրդ տաս առնեմ կամ այլն մեկը մի 5 տարի հետո տենում եմ ինքը արդեն շատ կրուտոյ քշում է իր կյանքում կարևոր տեղ է արդեն սպորտը ու ոնց որ ինքը գնացել է այդ ճամփով ամենակարևորը իմ համար մարդկանց կյանքում լավ բան տալն է ու ինձ նաև դուր է գալի երբ որ դու էդի կարող ես սենց այդ էմոցիան կիս ես իր հետ էլի որտեվ այն ինչ որ մենք զգում ենք դրա կեսն էլի ես իմ դիմացին տամ սենց բան շատ եմ բավարարվում ու դժվար է էդի որովհետև լիքը դեպքերում երբ որ դու սոլո ես դու չես կարող ասես բան պանիր չի կտրես կեսը դասելի բայց դժվար է բայց երբ որ էդի հաջողվում է սենց ոնց որ ես հասկանում եմ վсё ուրեմն դու ամեն ինչ ճիշտ ես անում ապրես ու ինձ դուր է գալի որ մարդկանց կյանքը փոխում ենք ուրիշ պրիզմայով ենք փորձում իրանց ցույց տալ բնությունը իրան հարգելը իրանից օգտվելը ամենաշատը է ինձ թվում։ Շնորհակալություն ոդկասթը մինչև վերջ լսելու համար։ Այս մեկը ձեր համար է։ 1 տարի առաջ մենք ստեղծեցինք LLL համայնքը որպես Rearrange-ի տրամաբանական շարունակություն։ Հասկացանք, որ օգտակար զրույցները չպետք է ավարտվեն այն ժամանակ, երբ ավարտվում է ոդկասթը։ Մենք ուզում ենք ոդկասթի թեմաները բերել քննարկման, քննարկումներն էլ իրական շփման ու կապերի ստեղծման։ Արդյունքում ծնվեց LLL-ը կամ նույն ինքը Lifelong Learners-ը։ Հարթակ, որտեղ մենք ունենում ենք լայվ քննարկումներ Rearrange-ի հյուրերի հետ, գրքի քննարկումներ գրքասերների ակումբի շրջանակում, մաստեր կլասեր զանազան թեմաներով, 24/7 հասանելիությամբ գործնական դասընթացներ ֆինանսական գրագիտության, AI-ի եւ այլ արդիական թեմաներով։ Իսկ ամեն ամիս արշավելով ամրապնդում ենք կապը բնության հետ եւ իհարկե միմյանց։ Ոչ մի գուրուներ, ոչ մի կարճ ճանապարհ, LLL-ում պարզապես հետաքրքրասեր մարդիկ ենք, որոնք սովորում են իրարից ու իրար հետ սեփական փորձով քայլ առ քայլ։ Միացեք LLL.network։ Կսպասենք։